Նա ապրում էր կատարյալ, բայց լռությամբ լի տանը։ Հղի մեկուսացված, նա զգում էր, որ ինչ-որ բան այն չէ։ Մինչ որ մի սովորական խնդրանք քիչ մնաց սպաներ նրան։ Եվ այն, ինչը դժբախտ պատահար էր թվում, ընդամենը շատ ավելի մեծ բանի սկիզբն էր։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին նշեք, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Անահիտը միշտ պատկերացրել էր, որ ամուսնական կյանքն այլ կերպ է լինելու։ Ոչ այսպես։ Ոչ այս ծանր լռությամբ, որը լցնում էր Դիլիջանի իրենց տան յուրաքանչյուր սենյակը, այն անթերի ճակատով առանձնատունը Վահագնի թաղամասում, որտեղ մայթերն ամեն առավոտ մաքրվում էին, իսկ հարանները քաղաքավարի ժպտում էին, երբեք ավելորդ հարցեր չտալով։ 28 տարեկանում, երկրորդ երեխային 7 ամսական հղի, Անահիտը դանդաղ քայլում էր հյուրասենյակով, օրորելով իր 1.5 տարեկան որդուն, Դավիթին, որը վերջապես քնեց նրա գրկում։ Արտահայտված փորը յուրաքանչյուր շարժումը դարձնում էր հաշվարկված մարտահրավեր։ Նա կանգնեց դեպի արջի այգին նայող լայն պատուհանի մոտ։ Սիզամարգը կատարյալ էր, ինչպես միշտ։ Վարդերը, որոնք ինքն էր տնկել ամուսնության առաջին տարում, ծաղկել էին կարմիր ու վարդագույն երանգներով։ Սպիտակ դարպասը փայլում էր կեսօրվա արի տակ։ Դրսից ամեն ինչ երազի էր նման։ Բայց Անահիտը վաղուց արդեն երազներ չէր տեսնում։ Նա խորը հոգոց հանեց, զգալով կուտակված հոգնածության ծանրությունը։ Մեջքը ցավում էր, ոտքերն ուռել էին, նրա զգացած մենությունը նույնքան ֆիզիկական էր, որքան իր ներսում աճող երեխան։ Դավիթին զգուշորեն դրեց իր սենյակի օրորոցի մեջ վերադարձավ խոհանոց, որտեղ ճաշի սպասքը դեռ լվացարանում սպասում էր։ Արմենը ուտելուց անմիջապես հետո դուրս էր եկել, պատճառաբանելով, թե կարոր հաճախորդներ ունի, որոնց պետք է տարածքում անշարժ գույք ցույց տա։ Որպես անշարժ գույքի գործակալ, նա միշտ ինչ-որ անհետաձգելի հանդիպում ուներ։ Կամ գոնե այդպես էր ասում։ Անահիտը բացեց ծորակը, սկսեց մեխանիկական շարժումներով լվանալ ափսեները։ Միտքը թափառում էր այն ժամանակներում, որոնք կարծես այլ կյանքի էին պատկանում։ Նա գերազանցությամբ ավարտել էր ինտերիերի դիզայնի ֆակուլտետը, աշխատել Երանի հեղինակավոր գրասենյակներից մեկում, ստեղծել նախագծեր, որոնք հայտնվել էին մասնագիտացված ամսագրերում։ Տաղանդ ուներ, բոլորն էին ասում։ Ապագա ուներ։ Եվ հետո, 6 տարի առաջ, մի գործնական միջոցառման ժամանակ հանդիպեց Արմենին։ Նա այն ամենն էր, ինչ Անահիտը չէր սպասում գտնել այդ երեկո։ Բարձրահասակ, հեշտությամբ ժպտացող, ուշադիր աչքերով, որոնք կարծես բառերից այն կողմ էին տեսնում։ Արմեն Թորոսյանն օժտված էր ցանկացած մարդու յուրահատուկ զգալ տալու շնորհով։ Նա գրավեց Անահիտին փոքր, բայց մշտական քայլերով։ Ծաղիկներ, առանց առիթի։ Ձեռագիր գրառումներ։ Ընթրիքներ, հմայիչ ռեստորաններում, որտեղ նա միշտ պատվիրում էր Անահիտի ամենասիրելի գինին։ Անահիտը սիրահարվեց չափազանց արագ, չափազանց խորը։ Ամուսնությունը կայացավ 1 տարի անց, համեստ, բայց էլեգանտ արարողությամբ։ Դիլիջան տեղափոխվելը հաջորդեց դրան անմիջապես։ Արմենը պնդում էր, որ դա ավելի լավ է իր բիզնեսի համար, որ Երանում մրցակցությունը դաժան է, որ այնտեղ իրենք ավելի հանգիստ կյանք կունենան։ Անահիտը համաձայնեց։ Ի վերջո, նա կարող էր աշխատել ցանկացած վայրից, այնպես չէ՞։ Կարող էր ստեղծել իր սեփական գրասենյակը, սպասարկել տեղի հաճախորդներին։ Պլաններ ուներ։ Բայց պլանները սկսեցին ավազի պես սահել մատների արանքով։ Սկզբում Դավիթի հղիությունն էր։ Լավ անակնկալ, իհարկե։ Արմենը հիացած էր։ Պնդում էր, որ նա պետք է հանգստանա, որ չպետք է սթրեսի ենթարկվի աշխատանքի պատճառով։ Անահիտը համաձայնեց դադար վերցնել։ Դավիթի ծնվելուց հետո առօրյան այնքան լարված դարձավ, որ նա հազիվ ժամանակ էր գտնում նախագծերի մասին մտածելու։ Եվ երբ վերջապես սկսեց մտածել վերադառնալու մասին, պարզեց, որ կրկին հղի է։ Անահիտը փակեց ծորակը, ձեռքերը չորացրեց սրբիչով։ Նայեց շուրջն անթերի խոհանոցին, իր սպիտակ պահարաններով գրանիտե սեղանածածկով։ Ամեն ինչ ընտրել էր ինքը, իհարկե։ Բայց մինույն է, իրենը չէր թվում։ Այդ տանը ոչինչ իրականում իրենը չէր թվում։ Հեռախոսը զանգեց։ Արմենից հաղորդագրություն էր։ Ուշ կգամ։ Կարոր հաճախորդի հետ հանդիպում ունեմ։ Ընթրիքին ինձ չսպասես։ Անահիտը հոգոց հանեց։ Եվս մեկ գիշեր մենակ։ Կարճ պատասխան գրեց, հեռախոսը դրեց մի կողմ։
Գնաց դեպի սառնարանը վերցրեց բաղադրիչները, ինչ-որ պարզ բան պատրաստելու համար։ Բանջարեղեն կտրատելիս միտքը վերադարձավ վերջին ամիսներին։ Թե տարիներին։ Դժվար էր նշել, թե կոնկրետ երբ ամեն ինչ սկսեց փոխվել։ Արմենը միշտ ուշադիր էր եղել, բայց աստիճանաբար այդ ուշադրությունը վերածվեց մի այլ բանի։ Նա սկսեց հարցնել նրա ստացած յուրաքանչյուր զանգի մասին։ Ուզում էր իմանալ, թե ում հետ է խոսում, ինչի մասին։ Սկզբում Անահիտը նույնիսկ սիրուն էր համարում դա։ Խանդ, մտածեց նա։ Սիրո դրսորում։ Բայց հետո նա սկսեց ակնարկել, որ պետք չէ Երանից այդքան շատ կապեր պահպանել։ Որ այդ հին ընկերությունները միայն անհարկի կարոտախտ են բերում։ Որ նա հիմա նոր կյանք ունի, ընտանիք։ Գաղտնաբառերը։ Դա մեկ այլ կետ էր։ Արմենը պնդեց, որ ունենա նրա բանկային գաղտնաբառերը, պատճառաբանելով, որ դա ավելի գործնական է ընտանիքի ֆինանսները կառավարելու համար։ Անահիտը տատանվեց, բայց ի վերջո զիջեց։ Ի վերջո, նրանք ամուսնացած էին, այնպես չէ՞։ Պետք է ամեն ինչով կիսվեին։ Հետո նա ակնարկեց, որ պետք չէ այդքան շատ մեքենա վարել։ Թաղամասում մոտակայքում ամեն ինչ կար։ Նա կարող էր տանել նրան, ուր որ պետք լիներ։ Այդպես ավելի անվտանգ էր, քանի որ նա հղի էր։ Քիչ-քիչ Անահիտը հասկացավ, որ իր ազատությունը շրջապատվում է բանական արդարացումների անտեսանելի ցանցով։ Սակայն այն, ինչն իրականում նրան անհանգստացնում էր, Նարեն էր։ Նարէ Մանուկյանը նրանց կյանքում հայտնվեց մոտ 2 տարի առաջ։ Արմենը նրան հանդիպել էր մարզասրահում, շուտով սկսել էր գովել նրա աշխատանքը, որպես անհատական մարզիչ։ Ասում էր, որ նա հիանալի է, որ օգնում է իրեն մարզավիճակ պահպանել։ Անահիտը դա նորմալ համարեց։ Մինչ որ Արմենն առաջարկեց, որ Նարեն կարող է նա իրեն օգնել։ Կարող է հղիների համար անվտանգ վարժությունների խորհուրդներ տալ, հետել նրա սննդակարգին։ Ընկերուհի լինել։ Նարեն այն ամենն էր, ինչ Անահիտը չէր։ Բարձրահասակ, մարզական, այն ինքնավստահ տեսքով, որը բնորոշ է նրանց, ովքեր երբեք չեն կասկածել սեփական արժեքին։ Նրա շիկահեր մազերը միշտ անթերի էին, արայրուկ ստացած մաշկը փայլում էր առողջությամբ։ Նա 25 տարեկան էր, խոսում էր այնպիսի սահունությամբ, որ Անահիտն իրեն փոքր ու անհետաքրքիր էր զգում։ Սկզբում Նարեն բարեհամբույր էր։ Դետոքս հյութեր էր բերում, խոսում սննդի մասին, խորհուրդներ տալիս, թե ինչպես պահպանել մարզավիճակը նույնիսկ հղիության ընթացքում։ Անահիտը նույնիսկ փորձեց սիրել նրան։ Բայց Նարեի աչքերում ինչ-որ բան կար, որ նրան անհանգստացնում էր։ Մի տարօրինակ փայլ, երբ նա նայում էր Արմենին։ Ժեստերի մեջ մի մտերմություն, որը կարծես գերազանցում էր մասնագիտական սահմանները։ Անահիտը երբեք ոչինչ չասաց։ Ինչպես կարող էր։ Արմենը Նարեի հետ նույնքան ուշադիր էր, որքան ցանկացած հաճախորդի կամ գործընկերոջ հետ։ Եվ Անահիտն իրեն մեղավոր էր։ Զգում նույնիսկ վատը մտածելու համար։ Գուցե դա պարզապես անվստահություն էր։ Գուցե հղիության հորմոններն էին։ Գուցե նա խելագարվում էր։ Բայց վերջին ամիսներին Նարեն սկսեց ավելի հաճախ հայտնվել։ Շատ ավելի հաճախ։ Նա գալիս էր ընթրիքի։ Հայտնվում էր առանց զգուշացնելու, պատճառաբանելով, թե մոտակայքով էր անցնում։ Արմենը դա բնական էր համարում։ Ասում էր, որ Նարեն լավ ընկերուհի է, որ Անահիտը պետք է ավելի քիչ խանդոտ լինի։ Եվ Անահիտը կուլ էր տալիս այն բառերը, որոնք ուզում էր գոռալ։ Հիմա, երբ կաթսան խառնում էր վառարանի վրա, Անահիտը մտածում էր, թե ինչպես է հասել այս վիճակին։ Ինչպես էր այն ինքնավստահ անկախ կինը, որ ինքն էր, վերածվել իր իսկ այս խամրած տարբերակին։ Երբ էր դադարել ճանաչել սեփական ձայնը։ Նրա ներսում երեխան ուժեղ հարվածեց, կարծես պատասխանելով նրա մտքերին։ Անահիտը ձեռքը դրեց փորին, զգաց, թե ինչպես են արցունքներն այրում աչքերը։ Չէր կարող քանդվել։ Ուներ Դավիթին։ Ճանապարհինս մեկ երեխա ուներ։ Պետք է ուժեղ լիներ։ Հայրը զանգում էր ամեն շաբաթ։ Հովհաննես Պետրոսյանը հաջողակ գործարար էր, նրանցից, ովքեր զրոյից կայսրություն են կառուցել։ Ապրում էր Երանում, ուներ այնպիսի օրակարգ, որին նախարարը կնախանձեր։ Բայց միշտ ժամանակ էր գտնում դստերը զանգելու համար։ Եվ վերջերս Անահիտը նկատում էր նրա ձայնի աճող անհանգստությունը։ Լավ ես, աղջիկս։ Ձայնդ փոխված է։ Լավ եմ, հայրիկ։
Ուղղակի հղիությունից հոգնել եմ։ Երբ կարող եմ գալ քեզ տեսնելու։ Ուզում եմ թոռնիկիս տեսնել։ Արդեն 3 ամիս է անցել։ Շուտով, հայրիկ։ Արմենը շատ զբաղված է, իսկ տունը շինարարության պատճառով խառնաշփոթ է։ Ստեր։ Միշտ ստեր։ Արմենը պատճառներ էր հորինում աներոջ այցերից խուսափելու համար։ Ասում էր, որ Հովաննը չափազանց վերահսկող է, որ չափից շատ է խառնվում։ Անահիտն ընդունում էր, հետաձգում, մինչ որ ամիսներն անցնում էին, նա հազիվ էր տեսնում հորը։ Բայց Հովհաննես Պետրոսյանը հիմար չէր։ Նա ճանաչում էր դստերը այն օրվանից, երբ նա սովորել էր խոսել։ Գիտեր, երբ ինչ-որ բան այն չէր։ Եվ վերջին զանգերի ընթացքում նրա հայրական բնազդը ահազանգեր էր տալիս, որոնք նա չէր կարող անտեսել։ Անահիտը չգիտեր, բայց Հովհաննեսն արդեն որոշում էր կայացրել։ Մի որոշում, որը կփոխեր ամեն ինչ։ Մինչ ընթրիքը եփվում էր, Անահիտը նստեց խոհանոցի սեղանի մոտ դարակից հանեց մի հին տետր։ Դրանք նրա դիզայնի էսքիզներն էին, անավարտ նախագծեր, հետաձգված երազանքներ։ Մատները կարոտով սահեցրեց էջերի վրայով։ Որքան ժամանակ էր անցել, ինչ վերջին անգամ գրիչ էր վերցրել ինչ-որ բան ստեղծելու համար։ Հենց այդ պահին լսեց, թե ինչպես բացվեց մուտքի դուռը։ Նայեց ժամացույցին։ Ընդամենը երեկոյան 6-ն էր։ Արմենն ասել էր, որ ուշ կգա։ Նա վեր կացավ գնաց հյուրասենյակ։ Արմենը ներս էր մտնում, մենակ չէր։ Նարեն հետում էր նրան, ժպտալով այն ժպիտով, որն Անահիտն այնքան ատում էր։ Ողջույն սիրելիս, ասաց Արմենն այն ուրախ ձայնով, որն օգտագործում էր, երբ ուզում էր անկաշկանդ թվալ։ Նարեին հանդի մարզասրահից վերադառնալիս։ Հրավիրեցի ընթրիքի։ Դեմ չես, չէ՞։ Անահիտը նայեց մեկին, հետո մյուսին։ Ոչ, ուզում էր գոռալ։ Դեմ եմ։ Դեմ եմ, որ ներխուժում ես իմ ունեցած միակ խաղաղ պահի մեջ։ Դեմ եմ, որ այս կինն իմ տանն է, երբ ես հազիվ եմ կարողանում աչքերս բաց պահել հոգնածությունից։ Դեմ եմ, որ դուք երկուսով հայացքներ եք փոխանակում, որոնք ես չեմ հասկանում, բայց զգում եմ հոգուս խորքում։ Բայց այն, ինչ նա ասաց, սա էր։ Իհարկե, դեմ չեմ։ Բավականաչափ ուտելիք եմ պատրաստել։ Նարեն ներս մտավ այնպես, կարծես տան տերն ինքն էր։ Նստեց բազմոցին, ոտքը ոտքին գցեց, սկսեց խոսել իր օրվա մասին, կարծես Անահիտը հարցրել էր։ Արմենը գնաց Դավիթին տեսնելու, իսկ Անահիտը կոկորդում խեղդող կոշտուկով վերադարձավ խոհանոց։ Ընթրիքը լարված էր։ Գոնե Անահիտի համար։ Արմենն ու Նարեն աշխուժորեն զրուցում էին մարզասրահների, հաճախորդների, անշարժ գույքի շուկայի մասին։ Անահիտը լուռ ուտում էր, ուտելիքը ափսեի մեջ այս ու այն կողմ տանելով, իրեն օտար զգալով սեփական տանը։ Մի պահ, երբ նա վեր կացավ ջուր բերելու, լսեց, թե ինչպես Նարեն ինչ-որ բան շշնջաց Արմենին։ Չկարողացավ հասկանալ բառերը, բայց տեսավ նրանց փոխանակած հայացքը։ Մի հայացք, որը հաստատում էր նրա բոլոր ամենամռայլ կասկածները։ Երբ Նարեն վերջապես գնաց, արդեն գիշերվա 10-ն անց էր։ Անահիտը ուժասպառ էր։ Բարձրացավ ննջասենյակ, մինչ Արմենը կողպում էր տունը։ Պառկեց մահճակալին, փակեց աչքերը, ցանկանալով, որ քունն արագ տանի։ Արմենը մի քանի րոպե անց ներս մտավ։ Պառկեց նրա կողքին, ձեռքն անցկացրեց նրա թով։ Տարօրինակ ես, ասաց նա։ Ինչ-որ խնդիր կա։ Անահիտը աչքերը փակ պահեց։ Ուղղակի հոգնածություն է։ Նարեն նշեց, որ դու նրա հետ սառն ես։ Նա փորձում է քո ընկերուհին լինել, Անահիտ։ Կարող է իր ավելի ընկերասեր լինել։ Անահիտը բացեց աչքերը, նայեց առաստաղին։ Ես ընկերասեր եմ։ Այդպես չի թվում։ Նա զգաց, թե ինչպես է զայրույթը եռում իր ներսում, բայց կուլ տվեց։ Միշտ կուլ էր տալիս։ Հոգնած եմ, Արմեն։ Եկ քնենք։ Նա զայրացած հոգոց հանեց մեջքով շրջվեց դեպի նա։ Անահիտը ժամերով արթուն մնաց, լսելով, թե ինչպես է նրա շնչառությունը հանգստանում քնի մեջ։ Միտքը չէր դադարում։ Ինչ-որ բան այն չէր։ Շատ այն չէր։ Նա դա զգում էր օդի մեջ, այն ձի մեջ, թե ինչպես էր Արմենը նայում իրեն, Նարեի ժպիտների մեջ, այն զուգադիպությունների մեջ, որոնք չափազանց շատ էին պատահական լինելու համար։ Բայց ինչ կարող էր անել։ Հղի էր, փոքր երեխայի հետ, առանց սեփական գումարի, առանց մեքենայի, առանց մոտակա ընկերների։
Թա կարդում էր։ Եվ ամենավատն այն էր, որ գիտեր, թե այդ բանտ մտել է սեփական կամքով, դուր առ դուր, կողպեկ առ կողպեկ։ Երբ վերջապես քնեց, նրա երազները լցված էին տապալվող պահարաններով, կողպվող դռներով, ձայներով, որոնք շշնջում էին բառեր, որոնք նա չէր կարողանում հասկանալ։ Քաղաքի մյուս ծայրում Հովհաննես Պետրոսյանն արթուն էր իր գրասենյակում, նայելով համակարգչի էկրանին։ Նա նոր էր անվտանգության ընկերություն վարձել։ Հաջորդ շաբաթ տեխնիկները դստեր տանը տեղադրելու էին աննկատ հսկողության համակարգ։ Թաքնված տեսախցիկներ, որոնք ամեն ինչ ուղիղ կհեռարձակեին իրեն։ Հովհաննեսը գիտեր, որ ներխուժում է Անահիտի անձնական տարածք։ Բայց հայրը գիտի, երբ պետք է պաշտպանել իր դստերը։ Եվ նրա բնազդում ամեն ինչ գոռում էր, որ Անահիտը վտանգի մեջ է։ Նա պարզապես չէր պատկերացնում, թե որքան ճիշտ էր։ Հաջորդ օրերն անցան խեղդող բնականոնությամբ։ Անահիտը խնամում էր Դավիթին, կարգի բերում տունը, ուտելիք պատրաստում։ Արմենը վաղ էր դուրս գալիս ուշ վերադառնում։ Նարեն հայտնվում էր գնալով ավելի մեծ հաճախականությամբ։ Եվ Անահիտը զգում էր, որ օղակը սեղմվում է, թե չէր կարող բացատրել, թե կոնկրետ ինչն է սեղմվում կամ ինչու։ Մինչ որ մի անձրոտ հինգշաբթի օր, մարտին, ամեն ինչ փոխվեց։ Անահիտը հյուրասենյակում էր, Դավիթը գրկին, երբ Արմենը շուտ եկավ։ Նարեին իր հետ էր բերել, ինչպես միշտ։ Բայց օդում ինչ-որ տարբեր բան կար։ Մի լարվածություն, որին Անահիտը գրեթե կարող էր դիպչել։ Անահիտ, ասաց Արմենն այն ձայնով, որն օգտագործում էր, երբ ձացնում էր, թե անկաշկանդ է, կարող ես ինձ մի լավություն անել։ Ինձ պետք է։ Այն տուփը, հին փաստաթղթերով։ Միջանցքի պահարանի վերում է։ Անահիտը նայեց պահարանին։ Այն հին, ամբողջական փայտից պահարանը, որն այնքան էր խնդրել պատին ամրացնել։ Նա վախենում էր դրանից։ Չափազանց ծանր էր, չափազանց անկայուն։ Բայց Արմենը միշտ պատճառներ էր գտնում մասնագետ չկանչելու համար։ Հիմա հարցրեց նա. Այո, կարող է։ Անահիտը տատանվեց։ Դավիթը գրկին էր, ծանր փորը ցանկացած շարժում դժվարացնում էր։ Կարող ես սպասել, որ դու օգնես։ Ինձ հենց հիմա է պետք, սիրելիս։ Արագ կլինի։ Նա նայեց Նարեին, որը նստած էր բազմոցին, ամեն ինչ դիտելով այն հայացքով, որն Անահիտը երբեք չէր կարողացել վերծանել։ Հոգոց հանելով, Անահիտը վեր կացավ։ Մոտեցավ պահարանին, Դավիթը գրկին։ Երեխան անհանգիստ էր, կամացուկ բողոքում էր։ Նա մի ձեռքը բարձրացրեց, փորձելով հասնել վերի տուփին։ Հենց այդ պահին լսեց. մի շշուկ։ Այնքան ցածր, որ գրեթե մտածեց, թե իրեն թվաց։ Հիմա։ Անահիտը շփոթված շրջեց գլուխը։ Եվ այդ վայրկյանին զգաց. պահարանը շարժվում էր։ Ամբողջական փայտի անհնարին ծանրությունը տապալվում էր իր ուղղությամբ։ Մտածելու ժամանակ չկար։ Միայն բնազդ։ Անահիտը Դավիթին սեղմեց կրծքին, նրա մարմինը պաշտպանելով իրենով, փորձեց մի կողմ քաշվել։ Բայց չափազանց դանդաղ էր, չափազանց ծանր։ Աշխարհը փլվեց նրա վրա փայտի ու ցավի դղրդյունով։ Եվ վերջին միտքը, որն անցավ նրա մտքով, մինչ ամեն ինչ կմտներ, սա էր. նրանք գիտեին։ Նրանք գիտեին, որ սա տեղի է ունենալու։ Երանի իր գրասենյակում Հովհաննես Պետրոսյանը սարսափով դիտում էր դստեր տանը նոր տեղադրված անվտանգության տեսախցիկի ուղիղ հեռարձակումը։ Եվ այն, ինչ նա տեսավ այդ վայրկյաններին, ընդմիշտ փոխեց նրա կյանքը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Ցավն այն ամենն էր, ինչ Անահիտը կարող էր զգալ։ Մի ցավ, որը գալիս էր բոլոր կողմերից միաժամանակ, կարծես մարմինը մասնատվել ու սխալ ձով նորից հավաքվել էր։ Նա փորձեց բացել աչքերը, բայց կոպերը տոննաներ էին կշռում։ Փորձեց շարժել մատները, բայց չգիտեր, դրանք ենթարկվում են, թե ոչ։ Շուրջը ձայներ կային, հեռավոր, կարծես ջրի տակից էին գալիս։ Պետք է հիմա ինտուբացնել։ Սատուրացիան ընկնում է։ Պտղի սրտի զարկերը անկանոն են։ Պետք է այս երեխային հանել։ Կանչեք մանկաբարձին։ Արտակարգ իրավիճակ է։ Անահիտը փորձեց գոռալ, որ իր երեխան լավ է, որ Դավիթն իր կարիքն ունի, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Խավարը նրան հետ էր քաշում, անողոք ու սառը։ Մինչ լիովին ուշագնաց լինելը, միակ միտքը պտտվում էր գլխում։
Նրանք թույլ տվեցին, որ սա տեղի ունենա։ Նրանք գիտեին։ Քաղաքի մյուս ծայրում, Նաիրի բժշկական կենտրոնում, Հովհաննես Պետրոսյանը նստած էր վիրահատարանի սպասասրահի աթոռին։ Ձեռքերը դողում էին, երբ բռնել էր հեռախոսը։ Նա տեսել էր ամեն ինչ։ Այդ սարսափի յուրաքանչյուր վայրկյանը դաջվել էր նրա հիշողության մեջ, որպես բաց վերք։ Այն, թե ինչպես էր Արմենը պարզապես կանգնած մնացել, դիտելով Նարեի արտահայտությունը, այն ժպիտը, որը նա չկարողացավ լիովին թաքցնել։ Հաշվարկված ուշացումը, մինչ նրանցից որը մեկը կշարժվեր օգնելու։ Եվ երբ վերջապես շարժվեցին, դա միայն այն պատճառով էր, որ Հարանուհին արդեն դուռն էր թակում։ Կարինե Հակոբյանը, թոշակի անցած բուժքույրը, որն ապրում էր 3 տուն այն կողմ, լսել էր դղրդյունը։ Վազել էր այնտեղ գտել դուռը բաց։ Նա էր, որ օգնության էր կանչել։ Նա էր, որ շտապօգնություն էր կանչել, մինչ փորձում էր Անահիտին ազատել պահարանի փլատակներից։ Նա էր, որ գրկել էր Դավիթին, որը հուսահատ լաց էր լինում, համոզվել, որ երեխան անվնաս է։ Եվ Կարինեն էր, որ նկատեց այդ առաջին քաոսային վայրկյաններին մի բան, որից սարսռաց։ Արմենն ու Նարեն հուսահատված չէին։ Նրանք զարմացած էին։ Կարծես ինչ-որ բան սխալ էր գնացել խնամքով մշակված պլանում։ Հովհաննեսը հիվանդանոց էր հասել 2 ժամ անց, Երանից Դիլիջան առաջին իսկ չվերթով։ Ընդունարանում գտավ Կարինեին, որը դեռ գրկել էր Դավիթին, որը վերջապես ուժասպառ քնել էր նրա գրկում։ Բուժքույրը նայեց նրան խղճահարության զայրույթի խառնուրդ արտահայտող հայացքով։ Դուք նրա հայրն եք, հարցրեց Կարինեն ցածր, բայց հաստատուն ձայնով։ Այո։ Ինչպես է նա։ Վիրահատության մեջ է։ Գանգուղեղային վնասվածք, բազմաթիվ կոտրվածքներ, ներքին արյունահոսություն։ Նրանք արտակարգ կեսարյան հատում են անում։ Կարինեն բռնեց նրա թից։ Բայց մի բան կա, որ դուք պետք է իմանաք։ Մի բան, որ ես տեսա։ Այդպես Հովհաննեսն իմացավ, որ իր կասկածները հիմնավոր էին։ Կարինեն նկարագրեց իր տեսած տեսարանը, Արմենի սառնությունը, այն, թե ինչպես Նարեն արագ հեռացավ, երբ շտապօգնությունը հասավ։ Եվ ամենակարևորը, նա ինչ-որ բան էր լսել դեպքից առաջ։ Տան ներսից եկող մի շշուկ։ Ես բակի բույսերն էի ջրում, նրանց պատուհանը բաց էր, բացատրեց Կարինեն։ Լսեցի, թե ինչպես ինչ-որ մեկն ասաց հիմա։ Շատ ցածր էր, բայց ես լսեցի։ Եվ վայրկյաններ անց, այդ սարսափելի աղմուկը։ Հովհաննեսը զգաց, թե ինչպես սառեց արյունը երակներում։ Նա ուներ ձայնագրությունը։ Ուներ տեղի ունեցածի ապացույցը։ Բայց պետք էր, որ Անահիտը ողջ մնար, իր տարբերակը պատմելու համար։ Պետք էր, որ նա արթնանար։ Ժամերը ձգվեցին հավերժության պես։ Բժիշկները լարված դեմքերով մտնում ու դուրս էին գալիս վիրահատարանից։ Մինչ վերջապես 6 անվերջ ժամ հետո մանկաբարձը դուրս եկավ վերմակների մեջ փաթաթված մի փոքրիկ երեխայի հետ։ Երեխան ողջ է, ասաց նա, Հովհաննեսը զգաց, որ ծնկները թուլանում են։ Աղջիկ է։ Փոքր, անհաս, բայց շնչում է։ Նորածնային վերակենդանացման բաժանմունքի կարիք կունենա, բայց լավ շանսեր ունի։ Իսկ դուստրս։ Բժիշկը տատանվեց։ Նա արհեստական կոմայի մեջ է։ Վնասվածքները ծանր էին։ Գանգի կոտրվածք, կողոսկրերի կոտրվածքներ, ներքին արյունահոսություն, որը կարողացանք կանգնեցնել։ Առաջիկա օրերին նրան սեդատիվների տակ կպահենք, որպեսզի ուղեղը ժամանակ ունենա վնասվածքից վերականգնվելու։ Բայց, պարոն Պետրոսյան, պետք է անկեղծ լինեմ։ Չգիտենք, երբ կամ արդյոք նա կարթնանա։ Հովհաննեսը փակեց աչքերը։ Երբ նորից բացեց, հայացքում երկաթե վճռականություն կար։ Որտեղ է նրա ամուսինը։ Երկրորդ հարկի սպասասրահում։ Հովհաննեսը հաստատուն քայլերով բարձրացավ աստիճաններով, Կարինեն նրա կողքին, դեռ Դավիթին գրկած։ Գտավ Արմենին մի անկյունում նստած, հեռախոսով խաղալիս։ Նարեն նրա կողքին էր, ինչ-որ բան շշնջում էր։ Երբ տեսան Հովհաննեսի մոտենալը, արագ հեռացան իրարից։ Հովհաննես, ասաց Արմենը, վեր կենալով այն անհանգիստ արտահայտությամբ, որն այժմ այնքան կեղծ էր թվում։ Փառք Աստծո, որ հասար։ Սարսափելի էր, պահարանը պարզապես ընկավ։ Ես տեսա, ընդհատեց Հովհաննեսը, նրա ձայնը սառույցի պես կտրուկ էր։ Արմենը թարթեց, շփոթված։ Տեսար։ Ինչպես թե։ Ես տեսախցիկներ եմ տեղադրել դստերս տանը։
Ամեն ինչ տեսա։ Յուրաքանչյուր վայրկյանը։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Արմենը գունատվեց։ Նարեն մի քայլ հետ գնաց։ Հովհաննեսը շարունակեց ցածր, բայց զսպված զայրույթով լի ձայնով, որը բառերը թրթրացնում էր. Տեսա, թե ինչպես խնդրեցիր նրան վերցնել այդ տուփը։ Տեսա, թե ինչպես նա տատանվեց։ Տեսա, թե ինչպես պնդեցիր։ Եվ լսեցի, Արմեն։ Լսեցի, թե ինչպես ինչ-որ մեկը շշնջաց։ Հիմա այդ պահարանի ընկնելուց վայրկյաններ առաջ։ Նա ավելի մոտեցավ։ Եվ տեսա ձեզ երկուսիդ կանգնած դիտելով, թե ինչպես է դուստրս ճզմվում հատակին, մինչ փորձում էր պաշտպանել թոռնիկիս։ Արմենը փորձեց խոսել, բայց Հովհաննեսը ձեռքը բարձրացրեց։ Ոչինչ մի ասա։ Ոչինչ, որ հիմա կասես, քեզ չի օգնի։ Ես ամեն ինչ ձայնագրել եմ։ Յուրաքանչյուր վայրկյանը։ Եվ կապահովեմ, որ դու քո հանցակիցը վճարեք դրա համար։ Նարեն խեղդված ձայն հանեց։ Արմենը փորձեց պահպանել հանգստությունը, բայց աչքերը մատնում էին խուճապը։ Դու խելագարվել ես, ասաց նա, բայց ձայնը դողում էր։ Դա դժբախտ պատահար էր։ Պահարանը վատ էր տեղադրված, ես միշտ ասում էի, որ պետք է նորոգել։ Դու հրաժարվեցիր նորոգել։ Անահիտը մի քանի անգամ խնդրել է։ Եվ հիմա ես գիտեմ, ինչու։ Կարինեն հետեց Հովհաննեսին, երբ նա շրջվեց գնալու, բայց մինչ այդ գործարարը վերջին հայացքը նետեց փեսային։ Իմ փաստաբանները կապ կհաստատեն։ Եվ քանի դեռ դուստրս այդ մահճակալին է, դու նրան չես մոտենա։ Ոչ էլ իմ թոռներին։ Ես դեռ այսօր սահմանափակող որոշում կստանամ։ Հաջորդ շաբաթները իրավական ընթացակարգերի հիվանդանոցային հսկողության հորձանուտ էին։ Հովհաննեսը վարձեց Երանի լավագույն փաստաբաններին Վարդան Մարտիրոսյանի գլխավորությամբ մի հարգված քրեական գործերով փաստաբանի, որը Հովհաննեսի համալսարանական ընկերն էր։ Վարդանը գործը ստանձնեց կատաղի վճռականությամբ, երբ տեսավ ձայնագրությունները։ Սա որակյալ մարդասպանության փորձ է, ասաց նա, վերլուծելով տեսանյութի յուրաքանչյուր կադրը։ Հստակ կանխամտածվածություն։ Եվ այն, ինչ դու պատմեցիր նրա նկատմամբ իրականացվող վերահսկողության մասին, մենք ունենք նա ապօրինի ազատազրկում, հոգեբանական բռնություն, տնտեսական չարաշահում։ Հետաքննությունները սկսվեցին։ Ոստիկանությունը առգրավեց Արմենի Նարեի հեռախոսները։ Գտան նրանց միջ փոխանակված հաղորդագրություններ, որոնք բացահայտում էին ավելի քան 2 տարվա արտամուսնական կապը։ Բայց դրանից ավելին գտան խոսակցություններ ապահովագրական պոլիսների, այն ժառանգության մասին, որը Արմենը կստանար, եթե Անահիտի հետ ինչ-որ բան պատահեր։ Գտան որոնումներ բրաուզերի պատմության մեջ, մահացու կենցաղային դժբախտ պատահարներ, ինչպես անել, որ պատահական թվա թեմաներով։ Խաբեությունը փլուզվեց թղթե տնակի պես։ Արմենը Անահիտի անունով զգալի կյանքի ապահովագրական պոլիս ուներ, որի միակ շահառուն ինքն էր։ Բացի այդ, Անահիտը զգալի ներդրումային ֆոնդ ուներ, մայրական տատից ժառանգություն, որը մահվան դեպքում կանցներ ամուսնուն։ Ամփոփելով, Արմենը կստանար ավելի քան 3 միլիոն դրամ։ Նարեն, իր հերթին, իր սեփական դրդապատճառներն ուներ։ Նա ոչ միայն սիրուհին էր։ Նա Արմենի թաքնված գործընկերն էր մի անշարժ գույքի ձեռնարկությունում, որը սնանկության եզրին էր։ Նրանց այդ գումարը պետք էր բիզնեսը փրկելու միասին նոր կյանք սկսելու համար։ Անահիտը պարզապես խոչընդոտ էր։ Եվ հաշվարկված դաժանության պահին նրանք որոշեցին, որ առաջացած հղիությունը Դավիթի ներկայությունը ամեն ինչ ավելի համոզիչ կդարձնեին։ Ողբերգական դժբախտ պատահար, սովորական կենցաղային աշխատանքի ընթացքում։ Այն, ինչ նրանք հաշվի չէին առել, Հովհաննեսն էր։ Եվ Կարինեն։ Մինչ գործընթացներն առաջ էին գնում, Անահիտը շարունակում էր կոմայի մեջ մնալ։ Բժիշկները աստիճանաբար նվազեցրին սեդատիվները, բայց նա չէր արթնանում։ Մարմինը վերականգնվում էր կոտրվածքներից, կապտուկները անհետանում էին, բայց միտքը մնում էր ինչ-որ հեռավոր, անհասանելի վայրում։ Հովհաննեսն ամեն օր անցկացնում էր հիվանդանոցում։ Առավոտյան այցելում էր նորածնային վերակենդանացման բաժանմունք, որտեղ իր թոռնուհին, որին նա Սոֆի էր անվանել, քանի դեռ Անահիտը չէր կարող որոշել, պայքարում էր քաշ հավաքելու ու ժեղանալու համար։ Երեխան փոքրիկ էր, միացված խողովակներին ու մոնիտորներին, բայց ամեն օր մի փոքր ավելի էր ուժեղանում։ Կեսօրին նա նստում էր Անահիտի մահճակալի կողքին։ Բռնում էր նրա ձեռքը խոսում նրա հետ։
Պատմում էր Սոֆիի, Դավիթի մասին, որին ժամանակավորապես խնամում էր Կարինեն։ Պատմում էր գործընթացի, այն մասին, թե ինչպես են Արմենն ու Նարեն պատասխանատվության ենթարկվում։ Պատմում էր այն բնակարանի մասին, որը նա պատրաստում էր, երբ նա կարթնանար Թումոյի այգու տեսարանով, մոտ այն ամենին, ինչ նրան պետք կգար նորից սկսելու համար։ Եվ խնդրում էր, աղաչում, որ նա վերադառնա։ Վարդանն էր, որ բերեց մի նորություն, որը փոխեց ամեն ինչ։ Ապրիլյան մի անձրոտ կեսօրին նա հիվանդանոց եկավ մռայլ արտահայտությամբ։ Հովհաննես, պետք է խոսենք։ Նրանք գնացին հիվանդանոցի սրճարան։ Վարդանը բացեց իր պայուսակը, փաստաթղթեր ցույց տվեց։ Ավելի շատ ապացույցներ ենք ձեռք բերել։ Արմենի Նարեի միջ 6 ամիս առաջվա խոսակցություններ։ Նրանք այդ ժամանակվանից էին սա պլանավորում։ Նա տատանվեց։ Բայց մի բան էլ կա։ Ոստիկանությունը ապացույցներ է գտել, որ սա առաջին փորձը չի եղել։ Հովհաննեսը զգաց, որ ստամոքսը շուռ է գալիս։ Ինչ նկատի ունես։ 3 ամիս առաջ Անահիտն ընկել էր աստիճաններից։ Հիշում ես։ Արմենն ասաց, որ նա սայթաքել է։ Հիշում եմ։ Դաստակն էր կոտրել։ Գտել ենք Նարեի հաղորդագրությունները, որտեղ հարցնում է՝ ստացվե՞ց։ Եվ Արմենը պատասխանում է՝ ոչ, միայն դաստակն է կոտրել։ Պետք է ուրիշ բան մտածենք։ Հաջորդած լռությունը խախտվեց միայն պատուհաններին խփող անձրի ձայնով։ Նրանք փորձել են դստերը սպանել նախկինում, ասաց Հովհաննեսը խռպոտ շշուկով։ Եվ նա նույնիսկ չգիտեր։ Ավելին կա։ Նրա մեքենան։ Այն արգելակների խնդիրը, որ Արմենն ասում էր, թե նորոգել է անցած ամիս։ Փորձաքննության ենք տարել։ Արգելակները դիտավորյալ վնասվել էին։ Բայց Անահիտը դադարել էր վարել, մինչ ինչ-որ բան կպատահեր, քանի որ Արմենը համոզել էր նրան, որ հղիության ընթացքում վտանգավոր է։ Հովհաննեսը ձեռքերով ծածկեց դեմքը։ Յուրաքանչյուր բացահայտում դանակի հարված էր։ Մտածել այն մասին, թե ինչի միջով է անցել իր դուստրը, այն վտանգների ցանցի մասին, որը շրջապատում էր նրան առանց նրա լիովին գիտակցելու, անտանելի էր։ Մենք կոչնչացնենք նրանց, ասաց նա վերջապես։ Օրինականորեն ամբողջությամբ։ Եվ նրանք հենց այդպես էլ արեցին։ Դատավարությունը նշանակվեց հունիսին։ Արմենն ու Նարեն կանխարգելիչ կալանքի տակ վերցվեցին բոլոր ապացույցների բացահայտումից հետո։ Լրատվամիջոցները լայնորեն լուսաբանեցին գործը։ Անշարժ գույքի գործակալը Սիրուհին պլանավորում են հղի կնոջ սպանությունը, գրում էին վերնագրերը։ Բայց այն, ինչ ոչ ոք չէր սպասում, տեղի ունեցավ դատավարությունից 2 շաբաթ առաջ։ Անահիտն արթնացավ։ Դա մի հանգիստ առավոտ էր։ Հովհաննեսը նրա մահճակալի կողքին էր, ինչպես միշտ, բարձրաձայն թերթ կարդալով։ Նա զգում էր, որ ինչ-որ կերպ նա լսում է, նույնիսկ անգիտակից վիճակում։ Նա կարդում էր դատական որոշման մասին, որը երաշխավորում էր Դավիթի Սոֆիի ժամանակավոր խնամակալությունը իրեն, երբ զգաց թե սեղմում իր ձեռքին։ Նա ներք նայեց։ Անահիտի մատները նորից շարժվեցին։ Սիրտը սկսեց արագ բաբախել։ Անահիտ։ Աղջիկս։ Նա դանդաղ բացեց աչքերը։ Շփոթված էր, կողմնորոշումը կորցրած։ Ձայնը, երբ վերջապես դուրս եկավ, խռպոտ ու թույլ էր։ Հայրիկ։ Երեխան։ Հովհաննեսը նրա դեմքը բռնեց։ Ձեռքերի մեջ արցունքներն ազատ հոսում էին։ Դու վերադարձար։ Փառք Աստծո, դու վերադարձար։ Անահիտի վերականգնումը աստիճանական էր։ Բժիշկները պետք է բացատրեին այն ամենը, ինչ տեղի էր ունեցել դժբախտ պատահարը, կոման, արտակարգ կեսարյան հատումը։ Բայց ամբողջական ճշմարտությունը պատմեց Հովհաննեսը Վարդանի հետ միասին իրավական հուզական աջակցության համար։ Անահիտը լուռ լսեց ամեն ինչ։ Հաղորդագրությունները, ապահովագրությունը, նախորդ փորձերը, Արմենի Նարեի սառնությունը։ Եվ երբ Հովհաննեսը նշեց, որ ամեն ինչ ձայնագրել է, որ նա խելագար չէր կասկածելիս, ինչ-որ բան նրա ներսում կոտրվեց մի նույն ժամանակ ազատվեց։ Նա լաց եղավ։ Լաց եղավ այն կնոջ համար, որ ինքն էր, այն անմեղության համար, որը կորցրել էր, այն սիրո համար, որը պարզապես դաժան սուտ էր։ Բայց նա լաց եղավ թեթացումից։ Որովհետև վերջապես հասկացավ, որ դրանցից ոչ մեկն իր մեղքը չէր։ Որ նա խելագար չէր։
որ իր կասկածները հիմնավոր էին։ Եվ ամենակարևորը, նա ողջ էր մնացել։ Ուզում եմ տեսնել երեխաներիս, ասաց նա, ձայնը հաստատուն, չնայած մարմնի թուլությանը։ Հովհաննեսը ժպտաց։ Վաղը։ Բժիշկներն ասացին, որ եթե այսօր լավ արթնանաս, վաղը կարող ես այցելուներ ընդունել։ Բայց Անահիտի հայացքում մի բան էլ կար։ Մի վճռականություն, որը Հովհաննեսը տարիներով չէր տեսել։ Եվ ուզում եմ ցուցմունք տալ։ Ուզում եմ լինել այդ դատարանում նայել նրանց աչքերին, մինչ պատմում եմ, թե ինչ եմ ապրել։ Վարդանը մոտեցավ։ Անահիտ, դու պարտավոր չես։ Մենք բավարար ապացույցներ ունենք առանց քո ցուցմունքի։ Դու շատ բաների միջով ես անցել։ Նա նայեց նրան։ Վարդան Մարտիրոսյան։ Նա աղոտ հիշում էր նրան հոր կազմակերպած երեկույթներից, երբ ինքը ավելի երիտասարդ էր։ Լուրջ մարդ, բայց բարի աչքերով։ Եվ հիմա նա այստեղ էր, պայքարում էր իր համար։ Ես պետք է, ասաց նա հաստատակամորեն։ Պետք է բարձրաձայն ասեմ այն ամենը, ինչի մասին ինձ ստիպել են լռել։ Պետք է, որ նրանք ինձ լսեն։ Եվ պետք է դա անեմ ինքս ինձ համար։ Հովհաննեսն ու Վարդանը հայացքներ փոխանակեցին։ Երկուսն էլ այդ պահին տեսան, թե ինչի է վերածվում Անահիտը, ոչ թե լուր զոհի, այլ այն կնոջ, որն ընտրում է իր սեփական պատմությունը։ Հաջորդ օրը, երբ Դավիթին բերեցին նրան տեսնելու, Անահիտը գրկեց որդուն, ինքն իրեն խոստացավ, որ այլս երբեք թույլ չի տա, որ որևէ մեկը վերահսկի իր կյանքը։ Դավիթը, իր մեծ, շփոթված աչքերով, բռնեց նրա մատը ժպտաց։ Նա այնքան փոքր էր, երբ պահարանն ընկավ։ Ոչինչ չէր հիշում։ Եվ նա ամեն ինչ կաներ, որպեսզի նա մեծանա սիրով անվտանգությամբ լի տանը։ Սոֆին հետո եկավ, բերված շարժական ինկուբատորով։ Անահիտը նայեց այդ փոքրիկ երեխային, որն այնքան էր պայքարել ապրելու համար, զգաց, որ սիրտը կոտրվում ու վերականգնվում է մի նույն ժամանակ։ Իր դուստրը։ Իր փոքրիկ մարտիկը։ Ողջույն Սոֆի, շնջաց նա, ձեռքը դնելով ինկուբատորի ապակու վրա։ Մայրիկդ հիմա այստեղ է։ Եվ այլս երբեք քեզ մենակ չի թողնի։ Կարինեն նույնպես եկավ այցելության, բերելով ծաղիկներ ջերմ ժպիտ։ Երկու կանայք գրկախառնվեցին, Անահիտը բազմիցս շնորհակալություն հայտնեց իր երեխաների կյանքի համար։ Դուք փրկեցիք իմ երեխաներին, ասաց Անահիտը, լաց լինելով։ Փրկեցիք մեր ընտանիքը։ Ես պարզապես արեցի այն, ինչ ցանկացած պարկեշտ մարդ կաներ, պատասխանեց Կարինեն։ Եվ եթե որևէ բանի կարիք ունենաս, ես այստեղ կլինեմ։ Միշտ։ Մինչ Անահիտը ֆիզիկապես վերականգնվում էր, Վարդանը պատրաստում էր գործը։ Նա ամեն օր այցելում էր հիվանդանոց, միշտ բարի, միշտ համբերատար։ Անհրաժեշտության դեպքում փաստաթղթեր էր բերում, բայց հիմնականում ընկերակցություն էր բերում։ Զրուցում էին կյանքի, նոր սկիզբների, ուժի տոկունության մասին։ Եվ Անահիտը սկսեց նկատել այն, թե ինչպես էր նա նայում իրեն։ Յուրաքանչյուր ժեստի մեջ լրացուցիչ հոգատարությունը։ Նրա աչքերում անկեղծ անհանգստությունը։ Վարդանը միշտ եղել էր հոր ճիշտ ընկերը, լուրջ պրոֆեսիոնալ փաստաբանը։ Բայց այնտեղ մի բան էլ կար։ Մի բան, որ նա երկար ժամանակ պահում էր իր մեջ։ Մի կեսօր, գործընթացի վերաբերյալ հանդիպումից հետո, Անահիտն ուղղակի հարցրեց. Վարդան, ինչու ես այս ամենն անում։ Այսինքն, բացի իմ հոր ընկերը լինելուց։ Նա տատանվեց, հետո հոգոց հանեց։ Որովհետև ես մտահոգվում եմ, Անահիտ։ Միշտ եմ մտահոգվել։ Երբվանից։ Այն ամանորի երեկույթից, 10 տարի առաջ։ Դու 18 տարեկան էիր, նոր էիր ընդունվել համալսարան։ Ամբողջ գիշեր խոսեցինք ճարտարապետության դիզայնի մասին։ Դու փայլուն էիր, կրքոտ, երազանքներով լի։ Նա տխուր ժպտաց։ Իսկ ես 20 տարով մեծ էի, քո հոր ընկերը։ Այդ զգացմունքը պահեցի իմ մեջ, որովհետև դա էր ճիշտը։ Եվ հետո դու հանդիպեցիր Արմենին, ես մտածեցի, որ դու երջանիկ կլինես։ Անահիտը զգաց, որ ինչ-որ բան շարժվեց իր ներսում։ Դա սեր չէր։ Դեռ ոչ։ Դրա համար շատ վաղ էր։ Բայց դա ճանաչում էր։ Հարգանք։ Եվ գուցե ժամանակի ընթացքում կարող էր դառնալ մի բան ավելին։ Շնորհակալ եմ, ասաց նա մեղմորեն։ Որ չհանձնվեցիր իմ հարցում։ Երբեք չէի հանձնվի, պատասխանեց նա։ Շաբաթներն անցան։
Անահիտն ուժ հավաքեց։ Սկսեց ֆիզիոթերապիա անել, նորից սովորեց քայլել առանց ցավի, վերականգնեց իր ֆիզիկական անկախությունը։ Եվ յուրաքանչյուր քայլի հետ վերականգնում էր նա իր ներքին ուժը։ Դատավարությունը մոտենում էր։ Եվ Անահիտը պատրաստ էր դեմ առ դեմ հանդիպել իր դերին։ Դատավարության առավոտը Դիլիջանում պարզ ու զով էր։ Անահիտը վաղ արթնացավ հիվանդանոցի մոտ Հովհաննեսի վարձած բնակարանում, որպեսզի հեշտացնի Սոֆիին մշտական այցելությունները, որը դեռ նորածնային վերակենդանացման բաժանմունքում խնամքի կարիք ուներ։ Դավիթը քնած էր հարան սենյակում, նա կարող էր լսել որդու հանգիստ շնչառությունը կիսաբաց դռան միջով։ Այդ պարզ ձայնը մշտական հիշեցում էր, թե ինչու էր նա դա անում։ Նա դանդաղ վեր կացավ, դեռ զգալով ծակոցներ կոտրված կողոսկրերում։ Բժիշկներն ասել էին, որ ցավը ժամանակի ընթացքում կթուլանա, բայց որոշ հետքեր ընդմիշտ կմնան։ Ոչ միայն ֆիզիկական։ Անահիտը նայեց իր արտացոլանքին լոգարանի հայելու մեջ։ Ավելի նիհար էր, խորը ստվերներով աչքերի տակ, բայց աչքերում ինչ-որ տարբեր բան կար։ Մի վճռականություն, որը նախկինում երբեք չէր եղել։ Հագավ մուգ կապույտ կոստյումը, որը Վարդանն օգնել էր ընտրել։ Ինչ-որ զուսպ, հարգալից բան, որը լրջություն կհաղորդեր։ Մազերը հավաքեց պարզ հանգույցով։ Դրամատիզմ չէր ուզում։ Ուզում էր միայն ճշմարտություն։ Հովհաննեսը 7:30 թակեց դուռը։ Պատրաստ ես, աղջիկս։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Պատրաստ եմ։ Երանի քրեական դատարանը լեփ-լեցուն էր, երբ նրանք հասան։ Մամուլը հետաքրքրվել էր գործով, տեսախցիկներով ու խոսափողներով լրագրողները շրջապատել էին մուտքը։ Վարդանը նրանց ուղեկցեց կողային մուտքով, պաշտպանելով Անահիտին լուսանկարչական բռնկումներից բղավելով տրվող հարցերից։ Դատական նիստերի դահլիճում Անահիտը զգաց, որ սիրտը սկսում է արագ բաբախել։ Այնտեղ էր Արմենը, նստած իր փաստաբանի կողքին, անթերի մոխրագույն կոստյումով։ Երբ նա տեսավ Անահիտի մտնելը, աչքերը լայն բացվեցին։ Դա առաջին անգամն էր, որ նրանք տեսնում էին իրար դժբախտ պատահարի օրվանից։ Անահիտը դիմացավ նրա հայացքին, չթարթելով։ Այնտեղ այլս վախ չկար։ Միայն սառնությունն էր նրա, ով իմացել էր ճշմարտությունը։ Նարեն մեկ այլ սեղանի մոտ էր, իր սեփական պաշտպանությամբ։ Նա ավելի փոքր էր թվում, քան Անահիտը հիշում էր, մազերը հավաքած առանց դիմահարդարման։ Փորձում էր չնայել Անահիտին, բայց երբ նրանց հայացքները մի վայրկյանով խաչվեցին, Անահիտը մի բան տեսավ, որը զարմացրեց նրան։ Դա զղջում չէր։ Զայրույթ էր։ Զայրույթ, որ բացահայտվել էին։ Դատավորը ներս մտավ, բոլորը ոտքի կանգնեցին։ Բժիշկ Աշոտ Մանուկյանը միջին տարիքի տղամարդ էր, հայտնի իր անաչառությամբ, խստությամբ։ Նա նիստը բացեց սովորական ձականությամբ, հետո դատախազը սկսեց իր ելույթը։ Ապացույցները ներկայացվեցին մեկ առ մեկ։ Արմենի Նարեի միջ հաղորդագրությունները, իրենց մտադրություններում բացահայտ։ Ապահովագրական պոլիսների գրանցումները։ Պահարանի վերաբերյալ տեխնիկական եզրակացությունները, որոնք ցույց էին տալիս, որ այն պատին ամրացնող պտուտակները դիտավորյալ հեռացվել էին։ Արմենի համակարգչի որոնման պատմությունը։ Եվ վերջապես, ձայնագրությունը։ Անահիտը դիտում էր, թե ինչպես է տեսարանը զարգանում դահլիճի մեծ էկրանին։ Տեսավ իրեն հյուրասենյակ մտնելիս Դավիթը գրկին, տեսավ Արմենին տուփը խնդրելիս, տեսավ իր սեփական տատանումը։ Եվ հետո լսեց այդ շշուկը։ Հիմա։ Ձայնը ցածր էր, բայց փորձաքննությունն ուժեղացրել հաստատել էր, դա Նարեի ձայնն էր։ Պահարանն ընկնում էր։ Իր մարմինը պաշտպանում էր Դավիթին։ Արմենի Նարեի ուշացումը արձագանքելու մեջ։ Կարինեի հուսահատ մուտքը։ Դահլիճում բացարձակ լռություն էր, երբ տեսանյութն ավարտվեց։ Նույնիսկ լրագրողները կարծես ցնցված էին։ Արմենի փաստաբանը փորձեց պնդել, որ հաղորդագրությունները պարզապես զգացմունքների արտահայտում էին, որ դրանք իրական մտադրություն չէին ապացուցում։ Որ պահարանի ընկնելը դժբախտ պատահար էր, որ շշուկը կարող էր սխալ մեկնաբանվել, որ օգնության հասնելու ուշացումը պարզապես իրավիճակի ցնցումն էր։ Բայց հետո եկավ Անահիտի ցուցմունքի ժամանակը։ Նա վեր կացավ հաստատուն քայլերով, չնայած ցավին, քայլեց դեպի ամբիոն։ Երդվեց ասել ճշմարտությունը, ձեռքը Աստվածաշնչի վրա, նստեց աթոռին, դեմքով դեպի լիքը դահլիճը։ Վարդանը մոտեցավ, նրան ուղղորդելու ցուցմունքի ընթացքում։
Նրա աչքերը լուռ քաջալերանք էին հաղորդում։ Անահիտ, կարող եք դատարանին պատմել, թե ինչպիսին էր ձեր ամուսնական կյանքը։ Եվ Անահիտը պատմեց։ Պատմեց Դիլիջան տեղափոխվելու, այն մասին, թե ինչպես աստիճանաբար կորցրեց կապը ընկերների ընտանիքի հետ։ Բանկային գաղտնաբառերի մասին, որոնք Արմենն էր վերահսկում։ Մեքենայի մասին, որը նրան արգելված էր վարել։ Հոր այցելությունների մասին, որոնք անընդհատ հետաձգվում էին։ Նարեի մասին, որը գնալով ավելի հաճախ էր հայտնվում, այն հայացքների մասին, որոնք նրանք փոխանակում էին, որոնք Անահիտը ձացնում էր, թե չի տեսնում, որովհետև ուզում էր հավատալ, որ սխալվում է։ Ես ինձ խելագար էի զգում, ասաց նա, ձայնը թեթակի դողում էր, բայց հաստատուն։ Ամեն օր արթնանում էի, մտածելով, որ բաներ եմ հորինում։ Որ դա պարանոյա է։ Որ հղիության հորմոններն ինձ ստիպում են խնդիրներ տեսնել այնտեղ, որտեղ չկան։ Նա ուղիղ նայեց Արմենին։ Բայց ես խելագար չէի։ Ես ամբողջ ընթացքում ճիշտ էի։ Արմենի փաստաբանը փորձեց նրան վարկաբեկել հակընդդեմ հարցաքննության ժամանակ։ Տիկին Թորոսյան, չեք կարծում, որ չափազանցնում եք։ Գուցե հղիության սթրեսը, առաջին երեխայից հետո հետծննդյան դեպրեսիան, այս ամենը կարող էր խեղաթյուրել ձեր ընկալումը։ Անահիտը նայեց նրան մի հանգստությամբ, որը զարմացրեց ինքն իրեն։ Ոչ, պարոն փաստաբան։ Սթրեսն ու հորմոններն ինձ չեն ստիպել պատկերացնել հաղորդագրություններ, որոնք գոյություն ունեն, ապահովագրական պոլիսներ, որոնք կնքվել են, կամ պահարան, որը դիտավորյալ թողնվել է չամրացված, որպեսզի ընկնի իմ վրա։ Դատաբժշկական փորձաքննությունն այս ամենն ապացուցում է։ Իմ ընկալումը բացարձակապես ճիշտ էր։ Կարինեն նույնպես ցուցմունք տվեց, նկարագրելով, թե ինչ է լսել-տեսել։ Նրա հեղինակությունը, որպես թոշակի անցած բուժքույր, ցուցմունքի հստակությունը կործանարար էին պաշտպանության համար։ Հովհաննեսը բարձրացավ ամբիոն խոսեց իր նկատած նշանների, հայրական ինտուիցիայի մասին, որը նրան դրդել էր տեղադրել տեսախցիկները։ Ես ճանաչում էի դստերս, ասաց նա խեղդված ձայնով։ Տեսնում էի, թե ինչպես է լույսը մարում նրա մեջ յուրաքանչյուր զանգի հետ։ Գիտեի, որ ինչ-որ բան խորապես սխալ է։ Տեխնիկական փորձագետները հաստատեցին մեքենայի արգելակների դիտավորյալ վնասումը։ Դատաբժիշկները մանրամասնեցին Անահիտի վնասվածքները այնպես, որ պարզ դարձավ, հնարավոր չէր ողջ մնալ այդ դժբախտ պատահարից առանց լուրջ հետանքների, եթե չլիներ այն, թե ինչպես նա պաշտպանեց սեփական գլուխը վերջին վայրկյանին, զոհաբերելով մարմինը։ Եվ հետո եկավ այն պահը, որը փոխեց ամբողջ դատավարությունը։ Արմենն ու Նարեն սկսեցին մատնել միմյանց։ Նարեի փաստաբանը, հուսահատ փորձով նվազեցնելու իր պաշտպանյալի պատիժը, ներկայացրեց նոր հաղորդագրություններ, որոնք ոստիկանությունը վերականգնել էր։ Հաղորդագրություններ, որտեղ Արմենը մանիպուլյացիայի էր ենթարկում Նարեին, խոստանալով նրան ապագա միասին, ասելով, որ Անահիտը ժամանակավոր խոչընդոտ է։ Ամեն ինչ նրա գաղափարն էր, պնդեց փաստաբանը։ Իմ պաշտպանյալը մանիպուլյացիայի է ենթարկվել ավելի մեծ, ավելի փորձառու տղամարդու կողմից։ Արմենը պայթեց։ Վեր կացավ աթոռից, անտեսելով սեփական փաստաբանին, որը փորձում էր հանգստացնել նրան։ Իմ գաղափարն էր։ Դու էիր հուսահատված փողի համար։ Դու էիր, որ առաջարկեցիր ապահովագրական պոլիսը։ Նարեն շրջվեց դեպի նա, աչքերը կրակ էին թափում։ Որովհետև դու ասացիր, որ եթե մենք այդ փողը չստանանք, ամեն ինչ կկորցնենք։ Դու խոստացար, որ արագ կլինի, որ ոչ ոք չի իմանա։ Դատավորը մուրճով հարվածեց, կարգուկանոն պահանջելով, բայց վնասն արդեն հասցված էր։ Դիմակները լիովին ընկել էին։ Այնտեղ, բոլորի առաջ, կեղծ զույգը բացահայտում էր իր թաքցրած փտածությունը։ Անահիտը դիտում էր ամեն ինչ սարսափի թեթացման խառնուրդով։ Սարսափ այն բանի համար, ինչին նա գրեթե ենթարկվեց։ Թեթացում, որ փրկվեց։ Եվ խորը տխրություն, որ սիրել է մեկին, ով իրականում երբեք գոյություն չի ունեցել։ Այն Արմենը, որին նա ճանաչում էր, պարզապես ներկայացում էր։ Իրական տղամարդն այնտեղ էր, ցույց տալով իր իրական դեմքը։ Եզրափակիչ ճառերը պարզապես ձականություն էին։ Դատախազը պահանջեց առավելագույն պատիժ, որակյալ մարդասպանության փորձի համար, ծանրացուցիչ հանգամանքներով, խոցելի հղի անձի դեմ լինելու համար։ Պաշտպանությունը փորձեց պնդել նվազեցված պատիժների համար, բայց առանց համոզմունքի։ Երբ դատավորը հայտարարեց, որ դուրս է գալիս խորհրդակցելու, Անահիտը վերջապես թույլ տվեց, որ արցունքները հոսեն։ Վարդանը նստեց նրա կողքին, բռնեց նրա ձեռքը։ Դու անհավանական էիր, շշնջաց նա։
Այնքան ուժեղ։ Ես ինձ ուժեղ չեմ զգում, խոստովանեց նա։ Ես ինձ ուժասպառ եմ զգում։ Ուժը չհոգնելը չէ։ Ուժը շարունակելն է, նույնիսկ երբ հոգնած ես։ 2 ժամ անց դատավորը վերադարձավ։ Դահլիճը բացարձակ լռության մեջ էր, երբ նա սկսեց կարդալ դատավճիռը։ Մեղավոր։ Երկուսն էլ մեղավոր, որակյալ մարդասպանության փորձի, դավադրության, հոգեբանական, ֆինանսական չարաշահման մեջ։ Արմենը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման։ Նարեն 15 տարվա մասնակիորեն մանիպուլյացիայի ենթարկված լինելու մեղմացուցիչ հանգամանքով, թե նրա ակտիվ մասնակցությունն անհերքելի էր։ Անահիտը զգաց, որ ուսերը թուլանում են։ Ավարտվեց։ Վերջապես ավարտվեց։ Դահլիճի մյուս կողմում Արմենը փորձեց վերջին անգամ նայել նրան, բայց Անահիտը շրջվել էր։ Նա նույնիսկ իր հայացքին արժանի չէր։ Հաջորդ օրերը հարցազրույցների, ռեպորտաժների ճանաչման հորձանուտ էին։ Անահիտի պատմությունը դարձավ գոյատման քաջության խորհրդանիշ։ Հայաստանի բոլոր կողմերից կանայք կապվեցին, կիսվելով իրենց սեփական բռնի հարաբերությունների, սիրո քողի տակ թաքնված վերահսկողության, լուռ բռնության պատմություններով։ Անահիտը հասկացավ, որ իր պատմությունը միայն իրենը չէ։ Այն հազարավոր կանանցն էր, ովքեր ապրում էին բանտարկված, նույնիսկ չգիտակցելով դա։ Եվ դա նրան նոր նպատակ տվեց։ Բայց նախ, նա պետք է հոգ տաներ իր երեխաների մասին։ Սոֆին վերջապես դուրս գրվեց նորածնային վերակենդանացման բաժանմունքից հուլիսին, ծնվելուց 3 ամիս անց։ Նա փոքր, բայց առողջ երեխա էր, մի զույգ թոքերով, որոնք ապացուցում էին իր ուժը ամեն անգամ, երբ լաց էր լինում, ուշադրություն պահանջելով։ Անահիտը գրկեց դստերը հիվանդանոցից դուրս գալիս իմացավ, որ սա էր իսկական սկիզբը։ Հովհաննեսը կատարեց իր խոստումը։ Գնեց ընդարձակ բնակարան Երանում, Թումոյի այգու մոտ։ 3 ննջասենյակ, լայն հյուրասենյակ պատշգամբով, բնական լույս, որը ներս էր թափանցում բոլոր պատուհաններից։ Անահիտը խնամքով ձավորեց յուրաքանչյուր սենյակ, վերագտնելով իր սերը ինտերիերի դիզայնի նկատմամբ։ Յուրաքանչյուր ընտրություն իրենն էր։ Յուրաքանչյուր որոշում՝ իր։ Եվ դա ամեն ինչ փոխում էր։ Դավիթը լավ հարմարվեց։ Ընդամենը 2 տարեկան, նա չափազանց փոքր էր լիովին հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել, բայց նկատում էր, որ մայրիկն ավելի երջանիկ է։ Կարինեն տեղափոխվեց նույն շենքի մի բնակարան, Հովհաննեսի հրավերով, որպեսզի մոտ լինի օգնի անհրաժեշտության դեպքում։ Բուժքույրը դարձավ ընտանիքի անդամ, երեխաների համար ընտրված տատիկ։ Անահիտը սկսեց ինտենսիվ ֆիզիոթերապիա։ Մարմնի վրա մշտական հետքեր կային դժբախտ պատահարից, բայց նա ողջ էր, դա էր կարևորը։ Սեանսները ցավոտ էին, բայց յուրաքանչյուր փոքր առաջընթաց հաղթանակ էր։ Նորից սովորել վազել Դավիթի հետից։ Կարողանալ կրել Սոֆիին առանց ցավ զգալու։ Փոքր ձեռքբերումներ, որոնք նշանակում էին ազատություն։ Վարդանն էր, որ առաջարկեց նրան վերադառնալ աշխատանքի։ Դու շնորհք ունես, Անահիտ։ Ափսոս կլիներ այն վատնել։ Նրանք սուրճ էին խմում նրա բնակարանի մոտ գտնվող սրճարանում, մի շաբաթ օրվա կեսօրին։ Վարդանը պարբերաբար այցելում էր նրան, միշտ ինչ-որ պատրվակով։ Պետք էր քննարկել գործընթացի մանրամասները։ Փաստաթղթեր ուներ, որ նա պետք է ստորագրեր։ Ուզում էր տեսնել, թե ինչպես են երեխաները։ Բայց երկուսն էլ գիտեին, որ այցելությունները դրանից ավելին էին։ Չգիտեմ, թե արդյոք պատրաստ եմ, խոստովանեց Անահիտը։ Երբեմն դեռ գիշերվա կեսին արթնանում եմ մղձավանջներից, որոնք ընկնող պահարանների մասին են։ Ոչ ոք չի սպասում, որ դու կատարյալ լինես։ Բայց դու արժանի ես անել մի բան, որը սիրում ես։ Մի բան, որը միայն քոնն է։ Անահիտը մտածեց։ Նա կարոտում էր ստեղծագործելը։ Դատարկ տարածքները հարմարավետ տների վերածելը։ Մատիտ ու թուղթ վերցնելը նկարելը, մինչ միտքը կլռեր։ Գուցե, ասաց նա։ Քիչ։ Եվ այդպես էլ արեց։ Սկսեց փոքրից, վերանախագծելով Կարինեի բնակարանը, որպես լավություն։ Հետո արեց Հովհաննեսի գրասենյակը։ Այնուհետ Կարինեի մի ընկերուհի օգնություն խնդրեց հյուրասենյակի համար։ Եվ աստիճանաբար բանավոր խոսքն իր գործն արեց։ Դեկտեմբերին, դժբախտ պատահարից ուղիղ 9 ամիս անց, Անահիտը բացեց իր սեփական ստուդիան։ Նոր սկիզբ, ինտերիերի դիզայն ստուդիան գտնվում էր Սարյան փողոցի մի հմայիչ արտրային տարածքում։
Փոքր էր, բայց իրենն էր։ Ամբողջությամբ իրենը։ Բացումը պարզ էր։ Միայն ընտանիք մտերիմ ընկերներ։ Հովհաննեսը հուզված կենաց ասաց. Կարինեն բրիգադեիրո բերեց։ Եվ Վարդանը Անահիտին խնամքով փաթեթավորված նվեր տվեց։ Դա նկար էր։ Ջրաներկ, որը պատկերում էր մեջքով կանգնած մի կնոջ, որը նայում էր բաց հորիզոնին, երկու փոքր երեխաների հետ իր կողքին։ Որպեսի հիշես, թե որտեղից ես եկել, ուր կարող ես գնալ, ասաց նա մեղմորեն։ Անահիտը զգաց, որ աչքերը լցվում են։ Շատ գեղեցիկ է, Վարդան։ Շնորհակալ եմ։ Նա տատանվեց, հետո ասաց. Անահիտ, ես գիտեմ, որ դեռ վաղ է։ Գիտեմ, որ դու սարսափելի բաների միջով ես անցել ժամանակի կարիք ունես։ Բայց ուզում եմ, որ իմանաս, որ ես այստեղ կլինեմ։ Առանց շտապելու, առանց ճնշման։ Պարզապես այստեղ։ Անահիտը նայեց այն տղամարդուն, որն իր կողքին էր եղել ամենավատ պահերին։ Որն օգնել էր նրան ոտքի կանգնել, ոչինչ չպահանջելով փոխարենը։ Որը նայում էր իրեն այնպես, կարծես ինքն աշխարհի ամենահիանալի մարդն էր, նույնիսկ երբ ինքն իրեն կոտրված էր զգում։ Նա պատրաստ չէր նորից սիրելու։ Վերքերը դեռ շատ թարմ էին։ Բայց գուցե ժամանակի ընթացքում կարողանար նորից վստահել։ Նորից բացել սիրտը։ Եվ եթե դա պետք է լիներ ինչ-որ մեկի հետ, Վարդանը անվտանգ ընտրություն կլիներ։ Շնորհակալ եմ, ասաց նա, մի պահ բռնելով նրա ձեռքը։ Սպասելու համար։ Հաջորդ ամիսները լուռ վերակառուցման ամիսներ էին։ Անահիտը վաղ էր արթնանում, Դավիթին տանում մանկապարտեզ, այցելում Սոֆիին մսուր, հետո գնում իր ստուդիա աշխատելու։ Յուրաքանչյուր նախագիծ իր անկախության հաստատումն էր։ Յուրաքանչյուր գոհ հաճախորդ իր տաղանդի ապացույցը։ Նա թերապիայի էր գնում։ Շատ թերապիայի։ Խոսում էր տրավմայի, այն մեղքի զգացման մասին, որ զգում էր նախկինում չնկատելու համար, այն վախի մասին, որը երբեմն դեռ կաթվածահար էր անում նրան։ Բայց նա խոսում էր հույսի, նոր սկիզբների, իրեն նորից երջանիկ լինել թույլ տալու մասին։ Արմենն ու Նարեն բանտում էին, որտեղ կմնային երկար տարիներ։ Անահիտն այլս չէր մտածում նրանց մասին։ Նրանք իր կյանքի փակված գլխի մի մասն էին։ Ցավոտ գլուխ, բայց որը նրան արժեքավոր դասեր էր տվել ուժի, ինտուիցիայի, այն ներքին ձայնը երբեք չանտեսելու մասին, որը շշնջում էր, թե ինչ-որ բան այն չէ։ Ապրիլյան մի գիշեր, դատավարությունից գրեթե 1 տարի անց, Անահիտը տանն էր, պորտֆոլիոներ դասավորելիս, երբ հեռախոսը զանգեց։ Վարդանն էր։ Ողջույն, ասաց նա կարող էր լսել ժպիտը նրա ձայնում։ Գիտեմ, որ վերջին պահին է, բայց կուզեիր վաղը ինձ հետ ընթրել։ Քո բնակարանի մոտ նոր իտալական ռեստորան է բացվել։ Ասում են, շատ լավն է։ Անահիտը նայեց իր հյուրասենյակին։ Դավիթի Սոֆիի լուսանկարները պատին։ Նկարը, որը Վարդանն իրեն էր նվիրել։ Բույսերը, որոնք նա խնամքով աճեցնում էր։ Իր կյանքը, վերակառուցված աղյուս առ աղյուս։ Եվ հասկացավ, որ պատրաստ է։ Ոչ թե մեծ ու ինտենսիվ բանի, այլ փոքր քայլերի։ Ընթրիքի, զրույցի, թույլ տալու, որ մի բարի մարդ մտնի իր կյանք, դանդաղ հարգանքով։ Մեծ սիրով, պատասխանեց նա։ Եվ երբ անջատեց հեռախոսը, Անահիտը ժպտաց ինքն իրեն։ Այն կինը, որը գրեթե մահացել էր Դիլիջանի այդ խեղդող տանը, այլս գոյություն չուներ։ Նրա փոխարեն կար մեկը, ով ավելի ուժեղ էր, ավելի իմաստուն, ավելի տեղյակ։ Սեփական արժեքի մասին։ Նրա վրա ընկած պահարանը նպատակ ուներ ճզմելու նրան։ Բայց փոխարենը, այն պարզապես ազատեց նրան։ Ապրիլյան այդ գիշերը իտալական ռեստորանը հարմարավետ էր։ Սեղաններին մոմեր էին թրթռում, իսկ ռեհանի տապակած սխտորի բույրը լցնում էր օդը։ Անահիտը հասավ պայմանավորվածից 5 րոպե շուտ, հագին պարզ, բայց էլեգանտ մուգ կանաչ զգեստ։ Նա լարված էր, ինչպես դեռահաս առաջին ժամադրությանը, ինչը անհեթեթ էր, հաշվի առնելով այն ամենը, ինչ արդեն ապրել էր։ Բայց ահա նա, քրտնած ձեռքերով արագացած սրտխփոցով։ Վարդանը ներս մտավ ուղիղ 8-ին։ Երբ նրա աչքերը հանդիպեցին Անահիտի աչքերին դահլիճի մյուս ծայրից, նա ժպտաց այնպես, որ աչքերի անկյուններում կնճիռներ հայտնվեցին։ Դա անկեղծ, ջերմ ժպիտ էր, առանց երկրորդ մտքերի կամ թաքնված մանիպուլյացիաների։ Անահիտը ժպտաց ի պատասխան, զգալով, թե ինչպես է լարվածության մի մասը փարատվում։
Դու հիասքանչ տեսք ունես, ասաց նա նստելիս, ձայնում չափազանցություն չկար։ Միայն անկեղծություն։ Շնորհակալ եմ։ Դու նույնպես լավ տեսք ունես։ Նրանք գինի, ռիզոտո պատվիրեցին, խոսեցին առօրյա բաներից։ Անահիտի նոր նախագծի մասին, ատամնաբուժական կլինիկայի համար։ Այն բարդ գործի մասին, որը Վարդանը պաշտպանում էր։ Ինչպես էր Դավիթը նոր երգ սովորել մանկապարտեզում։ Ինչպես էր Սոֆին գիշերներն ավելի լավ քնում։ Բայց հետո, երբ տիրամիսու էին կիսում, Վարդանը լրջացավ։ Անահիտ, կարող եմ քեզ մի բան հարցնել։ Իհարկե։ Դու երջանիկ ես։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Ոչ թե հարցն ինքնին, այլ որովհետև հասկացավ, որ պետք է մտածի պատասխանի մասին։ Նախկինում ավտոմատ կերպով կասեր այո, առանց կասկածելու։ Հիմա նա իսկապես խորհեց։ Գիտես, սկսեց նա դանդաղ, երկար ժամանակ ես չգիտեի, թե ինչ է իրական երջանկությունը։ Կարծում էի, որ դա ճիշտ տուն, ճիշտ ամուսին ունենալն է, այն կյանքը, որը դրսից կատարյալ է թվում։ Բայց այդ ամենը պարզապես դատարկ կեղ էր։ Նա դադար տվեց, խնամքով ընտրելով բառերը։ Այսօր ես ամեն առավոտ արթնանում եմ, իմանալով, որ իմ կայացրած յուրաքանչյուր որոշում իմն է։ Որ ոչ ոք չի վերահսկում իմ գաղտնաբառերը, իմ շարժումները, իմ կյանքը։ Եվ այո, դա ինձ երջանիկ է դարձնում։ Գուցե ոչ այն էյֆորիկ ձով, որը պատկերացնում ենք, երբ երիտասարդ ենք, այլ ավելի խորը, ավելի ամուր ձով։ Վարդանը նրան դիտում էր այն լիակատար ուշադրությամբ, որը քիչ մարդիկ կարող են տալ։ Իսկ այդ նոր կյանքում ավելի շատ երջանկության տեղ կա։ Անահիտը բռնեց գինու բաժակը, զգալով հարցի ծանրությունը։ Հեշտ կլիներ ասել ոչ, որ դեռ պատրաստ չէ, որ ավելի շատ ժամանակի կարիք ունի։ Բայց երբ նայեց Վարդանին, տեսավ միայն համբերություն, քնքշություն։ Ճնշում չկար։ Պահանջներ չկային։ Պարզապես մի հնարավորություն, որն առաջարկվում էր առանց շտապելու։ Կարծում եմ, այո, պատասխանեց նա մեղմորեն։ Բայց պետք է հասկանաս, որ ես դեռ վերականգնվում եմ։ Որոշ օրեր ավելի դժվար են, քան մյուսները։ Երբեմն գիշերվա կեսին արթնանում եմ, պետք է 3 անգամ ստուգեմ, թե արդյոք դռները կողպված են։ Երբեմն փողոցում կոստյումով տղամարդ եմ տեսնում, սիրտս սկսում է արագ բաբախել, որովհետև մի վայրկյան մտածում եմ, թե նա է, նույնիսկ իմանալով, որ բանտում է։ Ես գիտեմ, ասաց Վարդանը, ձեռքը մեկնելով սեղանի վրայով։ Անահիտն իրենը դրեց վրայից։ Եվ չեմ սպասում, որ դու կատարյալ լինես։ Պարզապես հուսով եմ, որ թույլ կտաս լինել քո կողքին, մինչ դու շարունակում ես բուժվել։ Այդ գիշեր, երբ Վարդանը նրան տուն ուղեկցեց, նրանք հրաժեշտ տվեցին այտին համեստ համբույրով, Անահիտը բնակարան մտավ, զգալով մի բան, որը տարիներով չէր զգացել։ Հույս։ Ոչ թե այն միամիտ հույսը, որ ամեն ինչ հեշտ կլինի, այլ այն իրատեսական հույսը, որ լավ բաներ դեռ կարող են պատահել, եթե նա թույլ տա։ Հաջորդ ամիսները բերեցին աստիճանական, բայց նշանակալի փոփոխություններ։ Վարդանն ու Անահիտը սկսեցին ավելի հաճախ տեսնվել, միշտ հարգելով նրա ռիթմը։ Նա նրան տանում էր արվեստի ցուցահանդեսների։ Նա նրան հրավիրում էր ընտանեկան ընթրիքների։ Հովհաննեսը լիովին հավանություն էր տալիս, տասնամյակներ շարունակ ճանաչելով ընկերոջ բնավորությունը։ Կարինեն անընդհատ մեկնաբանություններ էր անում, թե ինչպես է Վարդանը նայում Անահիտին, ինչպես է Անահիտը, առանց նկատելու, սկսել ավելի շատ ժպտալ, երբ նա մոտակայքում էր։ Դավիթը սկզբից ետ սիրեց Վարդանին։ Տղան, այժմ 3 տարեկան, նրան անվանում էր Վարդան Քեռի, միշտ հարցնում էր, թե երբ է նա գալու այցելության։ Սոֆին, 1.5 տարեկան, չափազանց փոքր էր շատ բան հասկանալու համար, բայց նույնպես ժպտում էր, երբ Վարդանը նրան գրկում էր ծիծաղելի դեմքեր շինում։ Անահիտի ստուդիան ծաղկում էր։ Նա ավելի շատ նախագծեր ուներ, քան կարող էր ընդունել, մտածում էր օգնական վարձելու մասին։ Յուրաքանչյուր միջավայր, որը նա ստեղծում էր, կրում էր իր անձնական դրոշմը, տարածքներ, որոնք շնչում էին, որոնք լույս ունեին, որոնք մարդկանց ստիպում էին իրենց անվտանգ ընդունված զգալ։ Կարծես նա նախագծում էր ոչ միայն իր հաճախորդների համար, այլ որպես թերապիա իր համար։ Յուրաքանչյուր տուն, որը նա վերափոխում էր, իր սեփական պատմությունը վերագրելու միջոց էր։ Օգոստոսին, դժբախտ պատահարից 2 տարի անց, Անահիտն անսպասելի հրավեր ստացավ։ Մի հասարակական կազմակերպություն, որն աշխատում էր ընտանեկան բռնության ենթարկված կանանց հետ, խնդրեց նրան դասախոսություն կարդալ։ Ուզում էին, որ նա կիսվի իր պատմությամբ, որ ցույց տա մյուս կանանց, որ հնարավոր է նորից սկսել։ Անահիտը տատանվեց։
Հրապարակայնորեն խոսել իր տրավմայի մասին չափազանց բացահայտող էր թվում, վերապրել ցավեր, որոնք նա սովորում էր պահել մի տեղ, որտեղ դրանք այնքան էլ չէին ցավում։ Բայց հետո մտածեց այն հաղորդագրությունների մասին, որոնք ստանում էր գրեթե ամեն օր։ Կանայք, ովքեր կարդացել էին իր գործի մասին, քաջություն էին գտել բողոքելու չարաշահումների դեմ։ Կանայք, ովքեր նրա մեջ տեսել էին օրինակ, որ գոյատումը հնարավոր է։ Ինչպես կարող էր մերժել օգնությունը, երբ ուներ հարթակ փոփոխություն մտցնելու համար։ Ես կանեմ դա, ասաց նա Վարդանին այն գիշեր, երբ ստացավ հրավերը։ Նրանք նրա բնակարանում էին, ֆիլմ էին դիտում, երբ երեխաները քնել էին Հովհաննեսի տանը, որը պնդել էր թոռների հետ մնալ, որպեսզի նրանք հանգիստ գիշեր ունենան։ Համոզվա՞ծ ես։ Պարտավորված չես զգում։ Գիտեմ։ Բայց ուզում եմ անել։ Պետք է անեմ։ Բոլոր այն կանանց համար, ովքեր դեռ այնտեղ են, որտեղ ես էի։ Ովքեր իրենց խելագար են զգում, ովքեր կասկածում են իրենց, ովքեր չգիտեն, որ բավականաչափ ուժ ունեն դուրս գալու համար։ Դասախոսությունը տեղի ունեցավ սեպտեմբերին, Լեփ Լեցուն դահլիճում։ Անահիտը բեմ բարձրացավ դողացող ձեռքերով, բայց երբ սկսեց խոսել, բառերը հոսեցին։ Պատմեց աստիճանական վերահսկողության, այն մասին, թե ինչպես կարող է սերը քողարկվել որպես բանտ։ Այն նշանների մասին, որոնք անտեսել էր, որովհետև ուզում էր հավատալ հեքիաթի։ Այն դժբախտ պատահարի մասին, որը քիչ մնաց խլեր իր երեխաների կյանքը։ Բայց նա խոսեց վերակառուցման մասին։ Այն մասին, թե ինչպես նա հրաժարվեց սահմանվել նրանով, ինչ պատահել էր իր հետ։ Այն մասին, թե ինչպես է յուրաքանչյուր օրը գիտակցված ընտրություն, ապրելու, իսկապես ապրելու, ոչ թե պարզապես գոյատելու։ Երբ ավարտեց, լռությունը տեց մի քանի վայրկյան։ Հետո սկսվեցին ծափահարությունները, դահլիճում մի քանի կանայք լաց էին լինում։ Դասախոսությունից հետո տասնյակ կանայք մոտեցան Անահիտին, կիսվելով իրենց սեփական պատմություններով, խորհուրդներ հարցնելով, շնորհակալություն հայտնելով խոսելու համար։ Հենց այդ պահին Անահիտը լիովին հասկացավ։ Իր տառապանքն իզուր չէր եղել։ Եթե իր պատմությունը կարողանար փրկել գոնե մեկ կյանք, եթե կարողանար ուժ տալ մի կնոջ թողնելու բռնի հարաբերությունները, ապա արժեր այն կիսել։ Հոկտեմբերին Վարդանն ամուսնության առաջարկություն արեց նրան։ Ոչ մի մեծ կամ թատերական բան չկար։ Նրանք Թումոյի այգում պիկնիկի էին երեխաների հետ։ Դավիթը վազում էր աղավնիների հետից, մինչ Սոֆին փորձում էր խոտ ուտել, Անահիտը պետք է այն հաներ նրա բերանից ամեն 5 վայրկյանը մեկ։ Վարդանը նստած էր նրա կողքին, ժպիտով դիտելով տեսարանը։ Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ, չէ՞, ասաց նա հանկարծ։ Անահիտը նայեց նրան, զարմացած, բայց ոչ ցնցված։ Նրանք դեռ չէին ասել այդ բառերը, սպասելով ճիշտ պահի։ Գիտեմ, պատասխանեց նա։ Եվ ես էլ քեզ եմ սիրում։ Ուրեմն ամուսնացիր ինձ հետ։ Մատանի չկար։ Ծնկի գալ չկար։ Պարզապես անկեղծ խնդրանք մի տղամարդուց, որն ուզում էր կյանք կառուցել նրա հետ։ Անահիտը նայեց նրան, այդ ազնիվ բարի դեմքին, հասկացավ, որ չի վախենում։ Ոչ այնպես, ինչպես նախկինում։ Այս անգամ նա գիտեր ճանաչել իսկական սերը։ Այո, ասաց նա։ Բայց մի քանի պայմանով։ Վարդանը ծիծաղեց։ Միշտ բանակցողը։ Որոնք են։ Իմ փողերն առանձին են մնում։ Իմ կարիերան նույնքան առաջնահերթ է, որքան քոնը։ Եվ եթե մի օր ասեմ, որ ինչ-որ բանից անհարմար եմ զգում, դու ինձ լսում ես առանց հարցականի տակ դնելու։ Համաձայն եմ ամեն ինչի հետ։ Էլի։ Բան կա։ Այո։ Ես փոքր հարսանիք եմ ուզում։ Միայն ընտանիք մտերիմ ընկերներ։ Ոչ մի մեծ բեմադրություն։ Ինձ համար կատարյալ է։ Դավիթն այդ պահին վազելով վերադարձավ, ցատկելով Վարդանի գիրկը։ Վարդան քեռի, տեսա՞ր քանի աղավնի գտա։ Վարդանը գրկեց տղային։ Տեսա, չեմպիոն։ Եվ մի նորություն ունեմ քեզ քո քրոջ համար։ Ես ամուսնանալու եմ մայրիկիդ հետ։ Ինչ ես կարծում։ Դավիթը մի պահ մտածեց, հետո ժպտաց այնպես, ինչպես միայն երեխաներն են կարողանում, մաքուր առանց ֆիլտրերի։ Հիանալի է։ Դու մեզ հետ ես ապրելու։ Եթե դուք թույլ տաք։ Կարող ես։ Բայց պետք է խաղալիքներդ ինձ հետ կիսես։ Անահիտը ծիծաղեց, զգալով, որ սիրտն այնքան լի է, որ կարծես պայթելու է։
Սա իր ընտանիքն էր։ Ընտրված, կառուցված հարգանքի իսկական սիրո ամուր հիմքերի վրա։ Հարսանիքը տեղի ունեցավ դեկտեմբերին Հովհաննեսի տան այգում մտերմիկ արարողությամբ։ Անահիտը հագել էր շամպայնի գույնի պարզ զգեստ, ուսերին նուրբ ժանյակով։ Դավիթը մատանիների կրողն էր, հպարտությամբ տանելով դրանք։ Սոֆին, Կարինեի գրկում, թուքոտեց հագուստը, բայց մինույն է, գեղեցիկ էր։ Երբ Վարդանն ու Անահիտը երդումներ փոխանակեցին, դրանք ավանդական չէին։ Նրանք գրել էին իրենց սեփականը բառեր, որոնք իրական նշանակություն ունեին երկուսի համար էլ։ Ես խոստանում եմ հարգել քո անկախությունը, ասաց Վարդանը։ Խոստանում եմ լսել, երբ դու խոսես, հավատալ, երբ դու ինչ-որ բան սխալ զգաս, երբեք չստիպել քեզ կասկածել սեփական բանականությանը։ Խոստանում եմ լինել քո գործընկերը, ոչ թե քո վերահսկողը։ Քո հենարանը, ոչ թե քո բանդը։ Խոստանում եմ սիրել քեզ քո երեխաներին այնպես, ինչպես դուք արժանի եք սիրվելու։ Անահիտի աչքերից արցունքներ էին հոսում, երբ իր հերթը հասավ։ Ես խոստանում եմ նորից վստահել, ասաց նա խեղդված ձայնով։ Խոստանում եմ թույլ չտալ, որ իմ անցյալը թունավորի մեր ապագան։ Խոստանում եմ բավականաչափ խիզախ լինել, քեզ հետ խոցելի լինելու համար, որովհետև գիտեմ, որ դու դրան արժանի ես։ Եվ խոստանում եմ, որ մենք կկառուցենք ինչ-որ իրական, ազնիվ լույսով լի բան։ Որովհետև մենք դրան ենք արժանի։ Հովհաննեսը բացահայտ լաց էր լինում ամբողջ արարողության ընթացքում։ Կարինեին 3 անձեռոցիկ պետք եկավ։ Եվ երբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման պաշտոնյան նրանց ամուսիններ հայտարարեց, ներկա սակավաթիվ մարդիկ անկեղծ ուրախությամբ ծափահարեցին։ Ամուսնությունից հետո կյանքը զարմանալիորեն սովորական էր, Անահիտը հենց դրա համար էր սիրում այն։ Սովորականությունը մի արտոնություն էր, որը նա սովորել էր գնահատել։ Վարդանը տեղափոխվեց նրա, ավելի ճիշտ, այժմ նրանց բնակարան։ Նրանք աշխատասենյակը վերածեցին նրա համար աշխատելու սենյակի։ Անահիտը պահպանեց իր ստուդիան։ Նրանք կիսում էին տնային գործերը, հերթով էին երեխաներին դպրոցից բերում, ամեն գիշեր միասին ընթրում, երբ հնարավոր էր։ Եվ վիճում էին։ Իհարկե, վիճում էին։ Սովորական բաների շուրջ, ինչպես ցանկացած զույգ։ Այն մասին, թե ով է մոռացել կաթ գնել, որ ֆիլմը դիտել, երեխաների դաստիարակության մասին։ Բայց վեճերն առողջ էին, ազնիվ, միշտ ավարտվում էին խոսակցություններով, որտեղ երկուսն էլ լսում էին մյուսին։ Անահիտը դեռ դժվար օրեր էր ունենում։ Օրեր, երբ արթնանում էր մղձավանջներից պետք է ստուգեր բոլոր կողպեքները։ Օրեր, երբ նորություններ էր տեսնում ընտանեկան բռնության մասին պետք է անջատեր հեռուստացույցը, որովհետև չափազանց շատ էր դա ընկալելու համար։ Բայց հիմա ուներ մեկին, ով այդ պահերին բռնում էր նրա ձեռքը, առանց դատապարտելու։ Արմենն ու Նարեն բանտում էին մնում։ Անահիտը Վարդանից իմացավ, որ Արմենը փորձել է բողոքարկել դատավճիռը, բայց մերժվել է։ Նա այլս ոչինչ չէր զգում նրանց նկատմամբ։ Ոչ զայրույթ, ոչ տխրություն։ Միայն անտարբերություն։ Նրանք մի գրքի հերոսներ էին, որը նա կարդացել էր վաղուց թողել գրադարակում։ Հաջորդ տարվա մարտին, դժբախտ պատահարից 3 տարի անց, Անահիտը հատուկ նախագիծ սկսեց։ Այն ՀԿ-ի հետ միասին, որը նրան հրավիրել էր դասախոսության, նա ստեղծեց ինտերիերի դիզայնի ծրագիր, բռնության ենթարկված կանանց ապաստարանների համար։ Գաղափարն այն էր, որ այդ ինստիտուցիոնալ տարածքները վերածվեն հարմարավետ միջավայրերի, որտեղ կանայք երեխաները կարողանան սկսել իրենց նորից անվտանգ զգալ։ Միջավայրն ազդում է մեր զգացողությունների վրա, բացատրեց նա նախագծի շնորհանդեսին։ Եթե դու սառը, ինստիտուցիոնալ վայրում ես, դժվար է սկսել բուժվել։ Բայց եթե դու լույսով, գույնով, հարմարավետությամբ լի տարածքում ես, սկսում ես հավատալ, որ լավ բաներ հնարավոր են։ Նախագիծը գրավեց լրատվամիջոցների դոնորների ուշադրությունը։ 6 ամսում Անահիտն արդեն վերափոխել էր 5 ապաստարան։ Յուրաքանչյուրն ուներ իր դրոշմը, նուրբ գույներ, հարմարավետ կահույք, փոքրիկ շտրիխներ, որոնք ամեն ինչ փոխում էին։ Ոգեշնչող նկարներ։ Բույսեր։ Երեխաների համար խաղալու տարածքներ։ Եվ յուրաքանչյուր նախագծում նա տեսնում էր իր սեփական ճանապարհի մի փոքր արտացոլանքը։ Տեսնում էր կանանց, որոնք սկսում էին նորից ժպտալ։ Երեխաների, որոնք ծիծաղում էին։ Հույս, որը ծաղկում էր այնտեղ, որտեղ նախկինում միայն հուսահատություն էր։ Դավիթը սկսեց հաճախել նախակրթարան։ Սոֆին սովորեց քայլել, հետո վազել, այժմ Անահիտն օրերն անցկացնում էր էներգիայի փոքրիկ փոթորկի հետից ընկած։
Հովհաննեսը մասամբ թոշակի անցավ թոռների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար անընդհատ երես էր տալիս երեխաներին այնպես, որ Անահիտը պետք է պարբերաբար միջամտեր։ Կարինեն դարձավ պաշտոնական տատիկ։ Նա բաղադրատոմսեր էր սովորեցնում Անահիտին, պատմություններ պատմում երեխաներին, միշտ հայտնվում էր ինչ-որ տնական տորթով կամ քաղցրավենիքով։ Դա այն ընտանիքն էր, որը Անահիտը միշտ ուզել էր, բայց երբեք չէր պատկերացրել, որ հնարավոր կլինի ունենալ։ Հունիսյան մի գիշեր Անահիտը ստուդիայում էր, ուշ աշխատելով մի նախագծի վրա, երբ Վարդանը զանգեց։ «Դեռ աշխատում ես»։ «Մի քանի էսքիզ եմ ավարտում։ Կես ժամից կհասնեմ։ Երեխաներն արդեն քնել են։ Այն մակարոնն եմ պատրաստել, որը սիրում ես, ընթրիքի համար։ Քեզ է սպասում»։ Անահիտը ժպտաց։ «Շնորհակալ եմ, որ հոգ ես տանում նրանց մասին»։ Անահիտ, նրանք մեր երեխաներն են։ Դա հոգ տանել չէ, դա հայր լինել է։ Նա անջատեց հեռախոսը, սիրտը տաքացած։ Մեր երեխաները։ Վարդանը երբեք տարբերություն չէր դնում։ Դավիթին Սոֆիին վերաբերվում էր այնպես, կարծես նրանք իրենն էին առաջին օրվանից։ Եվ երեխաներն անվերապահորեն սիրում էին նրան։ Երբ տուն հասավ, գտավ Վարդանին խոհանոցում, սպասք լվանալիս։ Նա գրկեց նրան հետից։ «Շնորհակալ եմ», շշնջաց նա։ «Ինչի՞։ Համար։ Որ դու ես։ Որ համբերատար ես։ Որ ինձ սովորեցրիր, որ սերը պարտադիր չէ, որ ցավեցնի»։ Նա շրջվեց համբուրեց նրա ճակատը։ «Դու ինձ սովորեցրիր, թե ինչ է իսկական ուժը։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ»։ Նրանք ընթրեցին խոսելով օրվա, ապագա պլանների, այն փոքրիկ կյանքի մասին, որը միասին կառուցել էին։ Եվ Անահիտը հասկացավ մի հիմնարար բան, նա երջանիկ էր։ Անկեղծ, խորապես երջանի։ Ոչ թե որովհետև ամեն ինչ կատարյալ էր, այլ որովհետև իրական էր։ Դժբախտ պատահարից 4 տարի անց Անահիտին հրավիրեցին հարցազրույցի ազգային հեռուստաալիքի մի հաղորդման, հաղթահարման մասին։ Նա համաձայնեց, մտածելով բոլոր այն կանանց մասին, ովքեր դեռ պետք է լսեին, որ նորից սկսելը հնարավոր է։ Հարցազրույցի ընթացքում հաղորդավարուհին հարցրեց. «Անահիտ, եթե կարողանայիք վերադառնալ ժամանակի մեջ խորհուրդ տալ այն կնոջը, որը դուք էիք դժբախտ պատահարից առաջ, ինչ կասեիք»։ Անահիտը ուշադիր մտածեց, նախքան պատասխանելը։ «Ես կասեի, վստահիր քո բնազդներին։ Երբ ինչ-որ բան սխալ է թվում, հավանաբար սխալ է։ Թույլ մի տուր, որ որևէ մեկը քեզ ստիպի կասկածել սեփական բանականությանը։ Քո ինտուիցիան քո ամենամեծ դաշնակիցն է»։ Նա դադար տվեց։ «Եվ կասեի, որ ուժեղ լինելը չի նշանակում ամեն ինչ լուռ տանել։ Ուժեղ լինելը նշանակում է իմանալ, թե երբ օգնություն խնդրել։ Քաջություն ունենալ դուրս գալու, նույնիսկ երբ անհնար է թվում։ Ընտրել ինքդ քեզ, միշտ։ Իսկ այն կանանց, ովքեր հիմա դիտում են գուցե նմանատիպ իրավիճակներում են։ Ես կասեի, դուք մենակ չեք։ Եվ դուք խելագար չեք։ Եթե ձեր զուգընկերը վերահսկում է ձեր փողերը, մեկուսացնում ձեզ ընկերներից, ընտանիքից, ստիպում ձեզ կասկածի տակ դնել ձեր սեփական հիշողությունը կամ ընկալումը, դա սեր չէ։ Դա չարաշահում է։ Եվ դուք ավելիին եք արժանի։ Ձեր երեխաներն ավելիին են արժանի։ Անահիտն ուղիղ նայեց տեսախցիկին։ Կարող է վախենալու թվալ դուրս գալը։ Կարող է անհնար թվալ։ Բայց դա հնարավոր է։ Եվ կան մարդիկ, որոնք սպասում են օգնելու։ Կազմակերպություններ, ապաստարաններ, մասնագետներ։ Դուք պարզապես պետք է անեք առաջին քայլը։ Եվ խոստանում եմ, որ դա արժե։ Այդ հարցազրույցից հետո Անահիտի ստուդիան հեղեղվեց հաղորդագրություններով։ Կանայք շնորհակալություն էին հայտնում, կիսվում իրենց պատմություններով, ուղղորդում խնդրում։ Եվ Անահիտը պատասխանեց յուրաքանչյուրին։ Որովհետև գիտեր, թե ինչ է նշանակում լինել այդ մութ տեղում, կարծելով, թե ելք չկա։ Իր նոր սկզբի 5-րդ տարեդարձին Անահիտը տանը ընթրիք կազմակերպեց։ Հովհաննեսն այնտեղ էր, հպարտ իր դստերով։ Կարինեն բերել էր իր հայտնի կիտրոնի կարկանդակը։ Վարդանը պատրաստել էր, որովհետև բացահայտել էր, որ սիրում է դա։ Դավիթը, այժմ 7 տարեկան, օգնեց սեղանը գցել։ Սոֆին, 5 տարեկան, նկարել էր այն նկարները, որոնք զարդարում էին պատերը։ Երբ բոլորը նստած էին, Անահիտը բաժակը բարձրացրեց։
Ուզում եմ կենաց ասել, ասաց նա։ 5 տարի առաջ ես այնքան մութ տեղում էի, որ կարծում էի, թե երբեք լույս չեմ տեսնի։ Բայց ահա ես։ Շրջապատված մարդկանցով, ովքեր ինձ իսկապես սիրում են, անելով աշխատանք, որը կարևոր է, ապրելով կյանք, որը ես եմ ընտրել։ Նրա արցունքները հոսեցին, բայց դրանք երջանիկ արցունքներ էին։ Ոչինչ, ինչի միջով անցա, հեշտ չէր։ Բայց դա ինձ բերեց այստեղ։ Եվ ես հիմա իմ ունեցածը ոչնչի հետ չէի փոխի։ Բոլորը գենաց խմեցին, Անահիտը նայեց սեղանի շուրջը։ Հայրը, որը երբեք չհանձնվեց իր հարցում։ Կարինեն, որը փրկեց իր կյանքը։ Վարդանը, որը ցույց տվեց, որ իսկական սեր գոյություն ունի։ Եվ իր երեխաները, որոնք ամեն օր շարունակելու իր պատճառն էին։ Տունը չուներ կատարյալ սիզամար կամ գովազդային սպիտակ դարպաս։ Բայց ուներ անկեղծ ծիծաղ։ Ուներ ազնիվ խոսակցություններ։ Ուներ իսկական սեր։ Եվ դա ավելին արժեր, քան ցանկացած կատարյալ ճակատ։ Անահիտը ամենադժվար ճանապարհով սովորել էր, որ արտաքինը խաբուսիկ է, որ կատարելությունը սուտ է, որ իրական ուժը գալիս է ներսից։ Սովորել էր, որ նորից սկսելը թուլություն չէ, այլ քաջություն։ Որ օգնություն խնդրելը ամոթ չէ, այլ իմաստություն։ Եվ որ գոյատելը բավարար չէ, պետք էր ապրել։ Եվ նա ապրում էր։ Վերջապես, լիովին, ապրում էր։ Այն ստվերները, որոնք մի ժամանակ իշխում էին իր տանը, այլս ուժ չունեին։ Լռությունն ու հնազանդությունը տեղի էին տվել ուժին հույսին։ Եվ Անահիտը բացարձակ վստահությամբ գիտեր, որ լավագույնը դեռ առջում է։ Որովհետև նա սովորել էր ամենակարևոր դասը, նա իր սեփական պատմության տերն էր։ Եվ այդ պատմությունը դեռ հեռու էր ավարտվելուց։ Իրականում, այն նոր էր սկսվում։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք ոգեշնչվեցիք հաղթահարման նոր սկզբի այս ճանապարհորդությունից, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում, կիսվեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Սա պատմություն է ուժի, գոյատման կյանքը վերակառուցելու քաջության մասին, երբ ամեն ինչ կորած է թվում։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, հիշեցնում մեզ, որ միշտ հնարավոր է նորից սկսել։ Եթե ճանաչում եք մեկին, ով պետք է լսի այս ուղերձը, կիսվեք։ Միասին մենք կարող ենք փոփոխություն մտցնել նրանց կյանքում, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը։